Շատ շնորհակալ եմ, որ դուք ժամանակ եք հատկացրել եկել եք այս միջոցառմանը։ Միջոցառման հիմնական նպատակը առողջ հանրային մեծ տեսարան ունեցող անձանց, մտածելակերպ ունեցող անձանց, ովքեր որ Հայաստանի Հանրապետության համար պայքար են մղում, ձևավորել մի հարտակ, որը որ կլինի քննարկումների համար նախատեսված, ընդ որում սա ցանկանում էինք ձևավորել մի այնպիսի հարտակ, որը ապաքաղաքական լիներ զուտ կուսակցականության առումով, որտեղ ներգրավված անձիկ, ներգրավված գործակետները, մասնագետները կարող են այլ քաղաքական հայացքներ ունենալ, այլ հեռանկարներ պատկերացնեն, այլ անձանց սատարեն կամ կուսակցությունների դա որևէ կերպ նշանակություն չունի, որտեղ բարձրացված հարցերը համահայկական են, վերաբերում են բոլորին, անկախ քաղաքական հայացքներից, ճաշակներից և հետագա ընկալումներից։ Այս հարտակի հիմնական նպատակը այն է, որ երաշխավորության սկզբունքով անընդհատ ընդլայնվի, իհարկե վետոյի գաղափարել կցանկանանք որ լինի, որտեղ մենք գիտենք դաշտում բավականաչափ ապակառուցողական ուժեր կան։ Ինձ համար սկզբունքային է եղել, որ այս հարտակին չհրավիրեմ անձանց, որոնք 30 տարի հնարավորություն են ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնել և հիմա էլ ունեն հնարավորություն Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնել, ավաղ այդ առումով որևէ տրամաբանական ռացիոնալ քաղաքականություն չեն անում և ասեմ ավելի, անգամ որոշակի ռիսկերով են հանդես գալիս, որոնք առիթ են հանդիսանում, որպեսզի մենք ձևավորենք նմանատիպ հարթակներ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին խոսենք։ Եվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին խոսել ոչ թե զինված ուժերի, ռազմական ուժի և երկրի պոտենցիալի զորաշարժի առումով, այլ Հայաստանի Հանրապետության հիմքերի, արժեքների, խորհրդանիշների, հռչակագրի, սիմվոլների առումով։ Դուք բոլորդ գիտեք, որ այս տարի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր 7-րդ համագումարին հռչակագիր հրապարակեց, որտեղ նշված է, որ ժողովրդից մանդատ են ցանկանում 4-րդ հանրապետություն հիմնելու։ Մենք շատ լավ գիտենք հռչակագրերը, որպես այդպիսին իրենք գիտական հիպոթեզեր պարունակող փաստաթղթեր չեն։ Այնտեղ կոնկրետ է ամեն ինչ գրվում եւ կոնկրետ ծրագրային առումով բազմաթիվ ռիսկեր կան, որոնք որ գոնե ես նկատի եմ ունեցել։ Եվ եթե նայեք էկրանին, սա նամակի առաջին մասն է, որտեղ ես մեջբերում եմ այն հատվածը, որ պաշտոնական իրենց կայքում իրենք հրապարակել են 7-րդ համաժողովի ընթացքում և այդ կայքում կա, որ ցանկանում են կայացնել 4-րդ հանրապետություն։ Արցախի հարցը դա Սումգայիից է սկսվում, Նախիջևանից է սկսվում, որտեղ բնաջնջվել են հայերը։ Պետք չէ գնալ այդ ճանապարհով, որ դու իզոլացնում ես քո խնդիրները, եւ դու տարանջատում ես քո խնդիրները, դու արդեն պարտվում ես։ Պետք չէ համաձայնել թշնամիների, կայսրությունների, շրջանակների եւ ուզումների։ Եվ այդպես մոտենաս, դու պարտավոր ես քո ժամանակաշրջանը մեծացնես, պետք չէ 30 տարի ժամանակակրել։ Առնվազն լսում ես 15-20 տարի։ Եթե ուզում ես ձևավորես պատասխան միջև ելույթել Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության մեծ ռազմավարության եւ քաղաքականության հետևանքով, եթե համարձակում ես դրա վրա։ Եթե դու ժամանակները փոքրացնում ես, դրա ասում ես դրան ինչի բացարձակապես ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հայկական պատմությունը սկսում է 2 տարի առաջ կոալիցիից հետո։ Դու իրավունք չունես սահմանալ եւ այստեղ պետք է հասկանալ դու հիմնվում ես հռչակագրի անկախության հռչակագրի վրա, բայց անպայման հայկական հռչակագրի անկախության կապում ես առաջի հանրապետության հետ առնվազն։ Եթե որպես պետություն, որպես ազգ չունես այնքան ներուժ, որ ավելի մեծացնես ժամանակի շրջանակը, առնվազն կապի առաջի հանրապետության հետ։ Բայց այս համար ավելի ճիշտ կլինի, ներքսից արդեն թեորետիկա շատ, ես կուզենայի խոսեմ ոչ թե Հայաստանի Հանրապետության մասին, բայց ընդհանրապես Հայաստանի մասին երեշակի։ Կա Հայաստան, եղել է հայք, եղել է մեծ հայք, Հայաստան և հայք, հանրապետություն խոսքը իսիլ կհանի, դրանով և հիմնվելով ոչ թե միայն առաջի հանրապետության ժողովրդության վրա և ինքնաշխատության, բայց ավելի խորքային։ Դու մի ազգ ես, որ ունեցել է հազարամյակներում պետություն, ինչ ես կի սահմանապահ։ Դրա համար այդ հարցերը հասկանում եք
սայքլը փակում է, այդ հարցերի պատասխանը տալու համար դու պետք է առաջի խասկերը գույցացել պատասխան տաս։ Եթե պատասխանը չես տալիս, քո մոտեցումը, քո կառուցումը լինելու է ոչ կայի։ Դու քեզ հարվածել ես։ Դրա համար կարծիքով այդ աշխատանքները անպայման պետք է սկսել, պետք է ստեղծեք դերկտուակցություն է ճանապարհով գնա, կարողանաք համարձակվեք այդ ճանապարհով գնա, կառուցել աշխատանքային խումբ, որ այդ աշխատանքները կսկսի այդ ճանապարհը գնալով։ Եվ դա դուք ճիշտ եք ասում, դա կուսակցական նախաձեռնություն չի, դա պետք է լինի համահայկական ազգային մոտեցում, որի մեջ այդ աշխատանքները պիտի փորձեք ներգրավել քայլ առ քայլ, ինչքան կարող է շրջանակներ։ Եվ կամաց ձևավորել այդ պատասխանները եւ երկար ճանապարհի շնորհակալություն։ Այս թեման բարձրացրեց, ես ասելիք ունեի, փորձ ունեցած եմ մի շարունակություն լինի, գուցե հետաքրքիր լինի։ Ես բազմաթիվ անգամ խոսում եմ, որ դեռ ոնց է իմ տղաները գրասել, որ շատերի տղաներն էլ երբ ունեն, որ կյանքս կտամ պետության, չէ։ Չէ, շատ են խոսում, չէ, ինչ խոսում ես, ասում եմ, բա տղաները զոհվեցին, բա ինչի համար, զոհվի, բա ինչի համար, ես չգիտեմ, շատ-շատերն են դրա մասին, երկու շատ-շատերն են դրա մասին խոսում, որում սա հարց է, ինչի համար մի տղան պիտի զոհվի, այլեն նա երդում ուտի, դա է, ստեղից է սկսում պետությունը, հետանության մեջ չկա համընդհանուր համաձայնություն, ինչի համար երիտասարդները գնան զոհվեն, մենք ունենալու ենք ինչ որ ունեցել ենք 1914 թվականին, երբ որ չգիտեմ ովքեր որոշել են, որ լավ կլինի այդ տղաները գնան Օսմանյան բանակ, գրվեն եւ արդյունքում ունեցական որ բոլոր այդ տղաներին հավաքեցին, կոտորեցին եւ ժողովուրդն հետո գնան գնաց։ Ինչի համար որտեղ պարզ չէ, ինչի համար ուղղակի մարդիկ չգիտեին ինչ անեն, ես տենց եմ կարծում։ Հիմա նույնը սա է, երբ որ խորհրդային գիտեք շատ էական է, էլի իրավունքներից, ես դա իրավունք եմ կոչում, համաձայնություն իրավունքների շուրջ։ Դրանից է սկսում պետությունը։ Եթե դա չկա ոչ մի բան։ Ինչու եք մենք ասել այս վիճակի, ինձ համար պարզ է դա, որովհետև մեզ մոտ չի ստացվել համաձայնություն պետության շուրջ։ Խորհրդային միությունը լուծվեց, որդը որոշեց, որ պետք է հայաբնակ երկու տարածքները խորհրդային կազմում գոյություն ունեցող ստեղծել մի պետություն, հետագայում էլ գնա անկախություն հայտարարել։ Դա շատ պարզ են, կամ պարզ բան է, երբում էր թե սրա շուրջ կա համաձայնություն։ Ես կարծում եմ, որ սրա շուրջ համաձայնություն չի կայացել։ Եվ շատ դժվար կարող է կայանալ այն վիճակում, որում այս որոշումները ընդունում են, շատ դժվար։ Չի գիտակցվել, որ իրավունքն է ուժը, ինչի որ իրավունքը հստակեցված չի, և դրա շուրջ չկա համընդհանուր համաձայնություն, մնացած բոլոր գործողությունները անհիմն են, երբեք ոչ մի արդյունք իրենք չեն կարող բերել։ Ով է խոսում դրա մասին, որ գոյություն ունեցող հայկական տարածքները Լղիմը և Սովետական Հայաստանը խորհրդային սահմանադրությունով է ստեղծվել։ Հիմա այդ խորհրդային սահմանադրությունը վերացել է։ Հիմքը որն էր այս տարածքների սեփական օրենքը չէ, սեփական օրենքը լիներ։ Չեղավ դա, շատ կարևոր է։ 89 թվականին կարծես համաձայնություն եղավ, որ այս երկու միավորները մի պետություն են ստեղծելու, որոշումներ ընդունեցին, 89 թվականին ասում չեղավ, պես չի, հիմա շատ են դրա մասին, շատ խոսում։
Տասանակներ շարունակ դարձնում են այդ ամեն ինչի իմացում են չգիտեմ թաքցրել են Արցախը Դուբլինա-Ադրբեջանին թաքուն են պահել, իրեն Մինսկի խումբը ստեղծել են, որ Հայաստանի պետությունը չկայանա, ինչ ասել խոսվում է հիմա։ Դա էական բան չի, էական այն է, որ չի կայացել։ Եթե չի կայացել, հարց է չէ, դա շատ է հետաքրքիր։ Եթե չի կայացել, ինչ է եղել, ինչ է Հայաստանը այն ժամանակվա, եւ ինչ է այսօր Հայաստանը, որպես պետություն, ինձ դա է հետաքրքիր։ Որովհետեւ մինչ այդ ինչ է եղել, բոլորը գիտեք, երբ խոսքով ասեմ, ռուս թագավորը, պարս թագավորը պայմանավորվել են, որ վերադարձնեն հայերին մի դատարկված տարածք 17-րդ դարում։ Որ շատ խոսում են, պետք է ավելի շատ խոսել, Շախաբասի դատարկված տարածք։ Եվ այդ Նիկոլայ Առաջինի խոսքերի կա, որ եկեք ստեղ, բնակեցեք, կապրեք միասին եւ անվտանգ։ Եվ կլինի արդար, որովհետև ես կտամ հող, ու մշակեք կապրեք։ Այսինքն հայերի համար ստեղծվել է ռեզերվացիա, շատ կարևոր է, դրսից հայերի համար, եւ կոչվել է հայկական մարզ։ Եվ մարդիկ ովքեր որ դա եկել են այդտեղ, եկել են այդ մտքով։ Բոլորը ասում են, մենք գնում ենք Ռուսաստան, Ռուսաստանում մեզ հող են տվել, չէին ասում Հայաստանը, մենք գնում ենք Ռուսաստան։ Հիմա բարափոխվել դրանից։ Ես կարծում եմ մինչև նոր, ոչ թե նոր է, որևէ համաձայնություն այս տարածքում ապրող մարդկանց մեջ չլինի, սեփական օրենք չդառնա, գործում է այն, ինչ որ Նիկոլայ Առաջինը արել է։ Այո, սա ռեզերվացիա է, որը մեր ժողովրդի պահվածքի համար ապաստարան է, ընդամեն ապաստարան, որ տվել են անվտանգ ապրելու տեղ։ Այդ փորձում ենք, փորձեցինք հաղթել, հաղթահարել, որովհետև Ռուսաստանը հետագայում էլ 1921 թվականին Թուրքիային էլ ստիպեց համոզվի դրա հետ, որ պահվում է այս ռեզերվացիան։ Այդ մենք որ խոսում ենք Մոսկովյան պայմանագրի 25 թվականին, հետո էլ կարծի, դա այն է, որ համաձայնեցրել են, որ այս ռեզերվացիան մնում է, վայր ասա։ Այդ մտածողությունը բոլորի մեջ կա։ Մենք ասում ենք հայերը իրար ապրում են, ամեն մեկ ասում է դու ով ես, մեկը ոչ մեկը չի կարող ինքը խոսք ասել, որտեղ դու ով ես, եւ մարդը չգիտի ինչ ասել, ինքը ով է։ Բայց հայ ես եմ, ու հայ չգիտի ով ես։ Մյուսները ասում են սա ում տարածք է, այս ռեզերվացիայի բնակիչների տարածքն է, թե ամբողջ հայության տարածքն է, ոչ մի համաձայնություն չկա, բոլորը իրար դեմ կռվում են։ Կար մի շանս 89 թվականը հաստատել, եթե այդպես են որոշում մարդիկ։ Եվ կլիներ համաձայնությունը։ Այդ համաձայնությունը մի մասը մոտեցել է եւ տղաները դրա համար են գնում իրենց կյանքը տալիս։ Նմանել Շուշին էր ասում, ես Հայաստանի քաղաքացի, Հայաստանի Հանրապետության սահմանադրության վերջինչին, որպես Հայաստանին է ինքը Շուշին երթում, որ կյանքս գտամ, արկածո ապրում էր իր ընկերների շատերը չկան։ Դա ֆունդամենտալ հարց է։ Հիմա այսօր Հայաստանում դա չկա, ասածս դա է։ Այդ տարրական բանը ինչ է Հայաստանը, որ բոլորը ասեն այո, եւ ով ասեն ոչ, դա չի Հայաստանը, դա դիտան։ Դա դիտան մարդուն, օրինակ, բայց ով ինչու ասում է։ Այս հարցերը եթե չլուծվի, մենք ընդհանրապես չենք կարող որևէ ուրիշ հարցերի մասին խոսել։ Ոնց ուզում է թող լուծվի, ինձ համար մեկ է։ Ասում է այդ ժամանակին, թող անկախության հրապարակով հերիքա մեր Հայաստանը։ Դու տենց լինի, բայց համաձայնություն լինի, հասկանում եք ոնց է, որովհետև այդ համաձայնությունն է, դա մեր ճշմարտությունն է։ Քանի որ դա չկա, բոլորը թշնամի են իրար։ Այս ապաստանում ապրող մարդիկ նույն մտածողությունը ունեն, ոնց որ ամերիկացի ունեցել են հարյուրավոր տարիներ, որտեղ նայել են ապաստարան ինչ-որ, փախել, ով որ տեղ չուներ, գնացել են դե, հրացանները պետք է իրար կոտորում էին մինչև
ի վերջո եկան պահ 18-րդ դարի, որ ասեցին եկեք համաձայնվեք, երբ որ իրենք համաձայնվեցին եւ իրանք դրել հռչակագրում տվեցին, պետության հիմքը դրեցին, այդ խուժան երկրում։ Շատ նման է ամերիկացիների, որ Ամերիկայի, ամերիկացիների պատմությունը հայերի պատմության, իսկ վերջին տարերի, այն մնացած պատմությունը, նա ուրիշ պատմություն է, չգիտեմ ինչ պատմություն է, բայց կա այս մեկը ռեալ է, քեզ հատկացրել են տարած, դու համաձայնվել ես, եկել ես եւ ինչ ասում են, դա էլ անում են։ Ասում են ինչու են ռուսները սա են անում են անում, ինչու են հայերը ռուսներից կախվել, որտեղ ուրիշ ճշմարտություն չեն ստեղծել։ Մենք փորձել ենք դա ստեղծել։ Հարաբերական պատերազմը առաջին ինչ էր Մոսկովյան պայմանագրի, Կարսի պայմանագրի ոչնչացումն էր։ Այլ ժողովուրդը ոչնչացվել է, պայմանագրի ասել ոչ, մեր ճշմարտությունը սա է, մենք ենք։ Եվ արդեն մոռացան։ Բեսպրեդելը սկսվեց, ամենասի հարցերը լուծել ենք, հարցերը կրտածան, հալանը սկսվեց, եկան ասեցին ձերի չի վերադարձեք, ձեր ռեզերվացիա, ձեզ ես քան արտված, հիմա այդ քամներ չեն ճանաչում, շատ կարևոր է, քամներ չեն ճանաչում, ասում են դա ձերի չի, Ադրբեջան է, և շարունակվել է, հիմա կարծում եմ ասածս պարզ է, որ պիտի ճիշտ տեղից սկսվեց, այն ինչ որ կոչում էինք նորոշում, երբևէ չի եղել, լրիվ Գեղծարարություն է, որ առաջի հանրապետությունը եղել է անկախության արճակում։ Շուն բանը չի է։ 18 թվականն ընդհանրապես ասել են, մենք հայկական տարածքների կառավարիչներ ենք, մեկը ով է, չգիտես, ու եկան։ Երբ որ եկել է ժամանակ 19 թվականին ամսի 28-ին անկախություն հռչակեն, բոլորը գիտեք, որ պարլամենտը անհայտացել է, գրանցել է արձակուրդ, կառավարության որոշումով ասել է սա Հայաստանի Հանրապետությունն է, անգամ դա չեն արել, եւ բոլոր ելույթները կա, մարդիկ ասել են դա հիմարություն է, վտանգավոր է, ռուսը վաղը գալու է սենց, վաղը է սա, նրանք տեսնեք թուրքերը ինչ են ասում, կընդունենք, ինչ կա կտան, այդքան էլ կտան, միլիոն փաստաթուղթ կա, բայց մենք առավոտից ինչ որ ասում ենք Հայաստանի Հանրապետությունը չի եղել Արնովազը վերջին 500 տարվա մեջ ինչքանից է չի եղել, որ ես ազ գգա մի համաձայնության։ Սենց է տեսնում, կարող անհասկանալի լինի, բայց կարելի է շարունակել, ես բազմաթիվ հոդվածներ եմ գրել դրա մասին, ռեակցիաները շատ քիչ են։ Մարդիկ նշանակություն չեն տալիս այս երևույթին։ Ասում են դա ինչ կապ ունի։ Ինչ կապ չունի։ Բարիևը ինչի մասին է խոսում։ Ամեն ելույթում ասում է, ես համոզում եի ամբողջ աշխարհին, որ սա իմ իրավունքն է, բոլորը ասում են ոչ, տենց չի, բայց մենք 15 տարում համոզել ենք, երբ որ ասել են այո, Արցախը, Ղարաբաղը դա Ադրբեջան է, մենք զենքով լցրել ենք, հիմա իրենք բոլորն են ընդունում են, ամեն օր ասում են, մենք կրվում ենք իրավունքի համար, որ այսօր էլ այերը ծաղում են թե իրաց ներքին հարցերի համար ադրբեջանցիների վերադարձը չնարկում։ Այդ մարդը ամբողջ աշխարհին համոզելու է ստանա իրավունք, որից հետո այդ մարդիկ ոտով կարող են մտնել Հայաստան։ Այսքան բաները մենք չենք հասկանում, ինչու, որովհետև մեր քաղաքական պրակտիկայում նման բաներ չկա, երբեք չի եղել։ Ռամայել ուրիշի արած ասում են թե հիմարի մար խոսում են, արդյունքն էլ է սա, քիչ է կարծել, նահատավություն շատ է։ Ողջույն հարգելի ներկաներ, ուրեմն իրոք ասում եմ, իրոք որ ոնց ասենք դժվար է ընկալել, որ այսօր մենք հավաքված ստեղ ու խոսում ենք Հայաստանի Հանրապետության լուծարման մասին եւ ինչ պետք է անենք, որ այդ պետությունը չլուծարվի։ Եվ այդ абսուրդային սուտը, որ իշխանությունը այդ լուծարումը ներկայացնում է որպես նոր պետություն եւ այլն, ինքը ճիշտ ասած մի կողմից абսուրդային է, բայց մի կողմից էլ абсурдность политики եւ ամեխա ինչի են ես դա համոզվել, որովհետեւ սկզբից
մտել քաղաքականություն, բայց ես ոնց որ միկրոֆոնից հետ խնդիր ունեմ, հա։ Սկզբից մտել ենք քաղաքականություն, հետո այդպես է ստացվել, հետո հետաքրքրվել տեսությունով։ Բնականաբար ես քաղաքագիտության մասնագետ չեմ համարում, բայց որոշակի տեսություն, որ ընթերցել ենք, հենց այդ է ասում։ Ասում ուզում ես ժողովուրդը քեզ հավատան հետևից գան, խաբի։ Սարսափելի բան է, իրականում որ այդ բազմակի գրքերի նման բաներ է գրած, սարսափելի է, բայց մյուս կողմից էլ ինքնասմա խաբելուց էլ նենց խաբի, որ հանկարծ ճիշտի մոտ սուտ չասես, չփորձես տրամաբանես, չեն հասկանալու։ Պետք է նենց բլթցնես, որ հավատան, երկնքից աստղեր ենք վերցնելու, լուսինը կմոտեցնենք Երևանին ընտրություններից հետո լավ կլուսավորենք եւ այլն։ Եվ սենց որ նայում եմ ինչ է կատարվում Հայաստանում, հենց մենք կարող ենք այդ տեխնոլոգիաները օգտագործելով գործող իշխանությունը ժողովրդին ու Հայաստանը տանում է դեպի անդունդը, ասում է խաղաղություն են հաստատել։ Չի ասում եկը պայքարենք, հետո կհաստատենք, ասում է արդեն հաստատել եմ, Ալիև ընդեղից գեչա, մեջա, բանակակառուցում, չգիտեմ Երևանը իմն է, բայց աստեղ համոզում է, որ արդեն խաղաղություն է։ Եվ այս տեխնոլոգիաներն է, որ իրանք օգտագործում են, ժողովուրդը ընկալում են, բայց մասնագետները եւ մարդիկ, ովքեր որ խորացած են, հասկանում են, այդքան իմանալով տեխնոլոգիա չունենք, ոնց մենք դա ջարդենք, ոնց թույլ չտանք, որպեսզի որ Նիկոլը իր այդ հերթական ստերը շարունակի, որ այդ ինքն իրանով որ ասում ենք Հայաստանը վերացնում ալուծարումա, այդ շոկից մարդիկ արդեն ոնց որ նեզաշիկլի ռեակցիա է իրանց մոտ ու չեն սկսում անցալել, բայց ինչ է նշանակում հենց Միսկի խմբի լուծարումը։ Վաղը որ Ալիևը հարցը դնի, որ հայելային պայմաններով ձեր փախստականները կգան Ադրբեջան, մենք էլ կգանք Հայաստան, արցախցիները ուզում եք վերադառնալ, ինչ խնդիր ունեք։ Կգան պասպորտները կվերցնեն, կվերադառնան կապրեն։ Մենք էլ գալիս ենք 300,000-ով Հայաստան պասպորտը վերցնենք, ապրենք ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ Ինչ են այս իրավական պահանջի Ալիևի, Նիկոլը ինչ պետք է դրան դեմ տա ու փորձի այդ իր ծրագրերը խախտի։ Շատ դժվար է միջազգային հանրությունը, միջազգային դաշտում ասել, որ մենք դեմ ենք փախստականների վերադարձին հայելային պայմաններով։ Օրինակ, բանը, այս վերջերս Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ հայտարարեց, ասեց հռչակագիրը պրոբլեմատիկ է, իր մեջ պրոբլեմներ է պարունակում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ հռչակագրի դեմ խոսալը ընդհանրապես ժողովրդի մեջ լավ չի ընկալվում։ Բայց իրանք ասում են, չէ ինքներ փոխվարչապետի բերանով, այսինքն լուրջ կոնկրետ խնդիր է դրած, որ այդ հռչակագիրը պետք է փոխվի։ Եվ դա նշանակում որ Հայաստանը պետք է լուծարվի։ Եվ քայլ առ քայլ բանը Ալիևը գնում է դրան, Նիկոլն էլ պատավալքի է խաղում, այս վերջի զրույցը։ Միջև 18 թիվը ինչ է խաղաղություն ա եղել, եթե միջև 18 թիվը խաղաղություն ա եղել, Հայաստանի Հանրապետության զինվորը 18 տարեկանը, Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս ինչ ունի։ Հիմա հարց, որ վաղը միջազգային դատարանները Նիկոլին այդ հարց տան, ինչ պատասխան ա տալու։ Նենց չի որ դրա պատասխանը իրավական չկա, թե ինչ գործ ուներ այդ զինվորը Բայց Նիկոլը ինքը արդեն իր այդ մեջբերումով, որ դրանով իր արևին Լևոն Տեր-Պետրոսյանին հարված եմ, թե ում հարված եմ, դրանում չի եղան, բայց ինքը ընդունում է, որ Հայաստանի Հանրապետության զինվորը մինչև 20 թիվը եղել է փաստորեն անօրեն գործունեության մեջ։ Դա Ալիևի 30 տարվա օկուպացիայի թեզը, որ ինքը մեղադրում է, դրա վրա այդ ջրաղացին ջուր լցնելն է։ Եվ այսպիսի բազմաթիվ փաստեր եւ ստեղել հնչվեց, որ բնականաբար եթե Արցախից մենք հրաժարվում ենք, ապա ասում են դուք դեռ ինչ գործ ունեք, 57 պետություն անգամ էլ դրա մասին խոսացինք, Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց որպես ցեղասպան պետություն։ Խոջալովի իբր թե Խոջալովում կայացված ցեղասպանության համար։ Ինքը քայլ առ քայլ գնում է դրան, իսկ մեր իշխանությունները ընդունելով այդքանը, այսինքն աբսուրդային ինչ որ բաներ են հորինում, ձևակերպումն է, ոչ թե լուծարում ենք 4-րդն ենք բանանում, հռչակը, Արցախը հասնել ենք հաղթանակա, մեղրի տվինք, խաղաղություն բերինք, ու այսպես շարունակ։ Եվ
Խնդիրը ինչու՞մն է, հիմա իրանք պաստորեն իրանց այդ հիմարություններն են առաջարկում եւ Հայաստանի Հանրապետությունը հենց այդ ստի վրա է ցավոք սրտի, հենց ի սկզբանե եղել է կառուցված։ Այդ նույն որ հրճակեցինք մի պետություն, մի ուրիշ մի տարածքի մի մասի վրա հանրաքվե անցկացրինք։ Վերջիվերջո բանա հատուկ կարծիքը չէ, այ իրոք այդ մարդիկ տաղանդը այդ հոգին պետք է անեն ասվեսնես ծավազգի, այդպես 3 տարեկան երեխու պես խապես։ Գնաց ստորագրեց Արցախը Ադրբեջանի կազմ, ստեղ էր որպեսզի մարդիկ պատերազմ էին վարում, որոնք հաջող պատերազմ էին վարում, որպեսզի որ կարող պատասխան տար, ասեց հատուկ կարծիք եմ գրել Արցախը դա առանձին հարց է, բայց թափն են գաղտնի պահ։ Անցավ 30 տարի, կարծես նման կարծիք չկա։ Հենց այդ սուտը եղել է հենց այս պետության սկզբում եւ ինչ անենք մենք, որ այդ ստից կարանք ազատվենք։ Այո, այսօրվա իշխանության հետ հիմա փաստորեն մասնագետների տարբեր մակրոքաղաքական եւ իմ կարծիքով նաեւ այս մարդիկ կան այս սեղանի շուրջ նստած, իրանք նստած են այս սեղանի շուրջ, ոչ թե վարչապետի կամ բարձր նախարարների պաշտոններում, հենց նրանով իրանք այդ սուտը ասելու ունակությունը չունեն։ Ոստեն բանի վրա են կանել, հիմա սուտով փաստորեն փորձում են հաղթացնել, ուզում են հասցնել հաղթանակների, սովորական բան նամակ ես գրում պատասխան չեն տալի։ Պարոն Հայրիկյանի նամակին Նիկոլը չի պատասխանում։ Գուրգին Սիմոնյանի նամակը հաղորդումն է, կտեսնենք պատասխանում է թե չի։ Մոտ մի 20 արցախյան հասարակական կազմակերպություններով նամակ են գրել բանին, ԱԳՆ-ին, ակցիայով այդ նամակը փոխանցել։ Վերել են ոստիկանները շարել իջել նամակը ստացրել ու էլ այդ նույն իմաստով, որ Մինսկի խմբի լուծարումը ինչի կարող է բերի եւ ասել են պատրաստենք քննարկման։ Քննարկման չեք ուզում, մենք էլ չենք ձեր LS-ը ասող ուզում տեսածնի գրավորը պատասխանել։ Ու այդ արդեն երևի տարի է անցել։ Զանգում ես ԱԳՆ մի հենց բան կուլտուրնի մի աղջիկ ալերսնում, վայ կներեք, վայ եւ այլն, հենց բացատրում, որ ոնց ստացավ, որ մենք ձեր նամակը չունենք։ Դե ԿՊԻ-ն էլ խասաթունի չէ կանանց հետևին բախվի։ Պատերազմը կանանց ուղղակի ֆրոնտ իրանք կապու պասկարտոներին նստել են, անցկացել մադրոս են եկել ես մեկը դեզերտիր է, մեկը դեզերտիր է։ Հիմա հենց սանում նախնդիր, հա լավ ինչ անենք։ Հիմա փաստորեն մենք սենց խոսենք, ճշմարտման այդ հայտարարությունները անենք, ու Նիկոլը իրագործով մենք էլ փաստորեն սենց հա նամակներին չենք պատասխանում, հետներից կամակնի, ուզում եմ ասեմ, այդ վեճի մեջ չեմ գտնում, եւ իմ կարծիքով, այլ եթե մենք փորձենք հասկանանք, այլ թեկուզ միգուցե հաջորդ միջոցառումը լինի նաեւ հարցերից մեկը դա, որ ինչ անենք, այլ կոնկրետ ինչ քայլեր անենք, որ նրանց անենք զրույցի ու իրավական վեճով ջարդենք իրանց տեսանելի լինի բոլորին։ Այս է մեր խնդիրը, որպեսզի կարողանանք իմ կարծիքով, որպեսզի կարողանանք այս իշխանությանը սուտով մերկացնենք, պետք է մեթոդներ մշակենք, թե ինչ քաղաքական քայլեր ենք անում, որպեսզի դրանց սուտով արձնի ամբողջ հասարակությանը բարդ գործա, բայց իմ կարծիքով, եթե մենք ես չեմ ասում հիմա քննարկենք տարբերակներ, ինչ իրակարգ արած, որտեղ դա արդեն մի քիչ այլ հարցերի շուրջ է քննարկվում եւ կերկարի քննարկումը, բայց եթե մենք օրինակ որոշենք, որ հաջորդ հանդիպման նաև կարող լինի կամայական ֆորմատը, բայց խնդիրը նրան է, որ ոնց անենք, որ այս սուտը մերկացնենք եւ թույլ չտանք, որ Հայաստանը տանենք լուծարման, իմ կարծիքով սա արդեն կլինի ավելի ես համաձայն եմ, որ պետք է ինչ-որ քայլեր անենք, ավելի ակտիվ լինենք, միգուցե այս ակտիվության մասին փորձենք խնդիր դնենք եւ փորձենք ծրագրավորել, թե ինչ ենք անելու։ Այսքանը շնորհակալություն։ Որովհետեւ դուք ներկայանամ առաջին անգամ եմ այստեղ Արմեն Աղայան ներկայացնում եմ հայկական ընտրություն կազմակերպությունը, որը զբաղվում է ազգային ժողովրդավարական համակարգերի զարգացման տեխնոլոգիական առաջարկներ ներկայացնելով։ Եվ պատահական շեշտադրումը չարեցի, թե ում եմ ներկայացնում, որովհետև կիսելով նաև Արքուրի մտահոգությունը քայլ անելու եւ ուրիշ մտքեր էլ այստեղ հնչեցին նույն համատեքստում։ Իրոք մենք կարող ենք ասենք նամակներ գրել, անկեղծ ասած ես իմաստը չեմ հասկանում, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին բարև տալու կամ դիմելու որևէ առիթով,
Կարող ենք այսպես նստել եւ ձայնի տալ եւ 10 անգամ նույն սենյակում լսել համահունչ մտքեր, որի հետ առանց այդ էլ համաձայն ենք, կարծես թե ուրախ ես, որ մարդկանց հետ համաձայն ես, բայց մի տեսակ անիմաստ զբաղմունքի է վերածվում։ Այստեղ շատերը շեշտեցին, որ եթե հանկարծ վերարտադրվեց, իսկ այս ամբողջ չի իմաստը հենց իրենց վերարտադրությունն է դրանից հետո, եթե չասենք աշխարհի վերջն, ապա այդ վերջին շատ մոտիկ մի իրավիճակ կարող է ստեղծվի, հուսահատության, հիասթափության ահռելի ալիք, հետևաբար խնդիրը այստեղ իրոք իշխանափոխությունն է, բայց իշխանափոխությունն էլ ամեն տեսակի իշխանափոխությունը չի, որ է ինքնըստինքյան խնդիր է։ Շատ վիճեցինք ստեղ 4-րդ հանրապետությունը ինչ է, ես իրականում ինձ համար բոլոր մոտեցումներն ընդունելի են, այստեղ ինչի մասին ես ուզում խոսես, կարաս 3-րդ, 4-րդ էլ ասես, կարաս իջես, որ բոլոր իրար հետ փոխկապակցված եւ մեկը մյուսով պայմանավորված փուլեր են մեր պատմության մեջ, նորագույն պատմության մեջ, սակայն ուզենք թե չուզենք 5 տարի առաջ տեղի ունեցած կապիտուլյացիայից հետո դրված է այդ հարցը, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը պարտությունից հետո։ Պիտի լինի թուրքերին ենթակա կիսագաղութային միակ երկիր, թե պետք է այնուամենայնիվ փորձ կատարի վերածնվել որպես ազգային պետություն։ Հիմա եթե կա այդպիսի նպատակ, էլ արդեն կարևոր չի, մեկը դրա անունը դնի 4-րդ, 3-րդ, կոնկրետ Նիկոլը դա դնում է թուրքերին ենթակա պետության անունն է ուզում 4-րդ դնի, մենք էլ կարող ենք, չգիտեմ, այդ կոնտեքստում ասենք, չէ, 4-րդ, բայց կներես, ոչ թե քո երազած 4-րդ, այլ բոլորովին ուրիշ 4-րդ կամ ազգային պետություն, կամ այդ 4-րդը չասել, ուղղակի խոսել ազգային պետություն։ Կարելի է փնտրել տարբեր միավորող գաղափարներ։ Այստեղ հիշատակվեցին, մի քանիսը ես որոշ վերապահումներ ունեմ, առանձին կետերի վերաբերյալ ինքը հայկական ընտրությունը, նույնպես նման միավորող գաղափարներ առաջարկել տարբեր քաղաքական ուժերին համախմբման ընդհանուր հարթակ ունենալու համար, ինչպիսին են ազգային պետությունը, ինքնիշխանությունը, հայրենատիրությունը, համապարփակ անվտանգության համակարգը, խմբիշխանության բացառումը եւ այլն։ Բայց հիմնական հարցն այն է, թե հայ ժողովրդին առաջարկվելու է նոր ընդդիմության ձևաչափ, թե ոչ։ Ամենայն հարգանքով բոլոր հավակնություն դրսևորող տեխնացուների հանդեպ եւ նրանց կազմակերպությունների հանդեպ դա շատ թույլ հայտեր են, որպեսզի ժողովուրդը դա անցալի որպես գլխավոր ընդդիմություն։ Ցավոք սակի, այս պահի դրությամբ, թե լրագրողների մակարդակով, թե հանրային չէ, այսպես պարզունակ ժողովրդական խոսակցությունների մակարդակով շարունակում են գլխավոր ընդդիմություն ընկալվել մի կողմից են նախկինները, որի հետ ճիշտ ասած համագործակցել իմաստ չունի, որտեղ սպառվող վերածող ինչ-որ մի բան է, բայց դեռևս իներցիայով ընկալվում են։ Մյուս կողմից փողի մեծ տոպրակները, ինչպիսին հիմա մեր ձևովն է դաշտում գործում խաղալ եւ ասել մենք ամենահզորն ենք, չգիտեմ, ռեսուրսներով միակն են, որ կարող են այստեղ իշխանափոխություն իրականացնել, սակայն այդ ամեն ինչը մեզ չի տալու ազգային պետության կողմնակից առաջնորդներ թիմ։ Դա հնարավոր է միայն մեկ տարբերակով։ Եթե արդեն առկա բոլոր տեխնատուները, այս երրորդ դաշտում խաղացող նախկին ներկաներին մերժող, ազգային պետություն, ինքնիշխանություն, հայրենատիրություն եւ նման գաղափարների հետ համաձայնված տեխնատուները իրենց առաջադրման իրավունքը, եթե չեն փոխանցում ժողովրդին։ Ակտիվ քաղաքացիներին, որոնք նախնական հատուկ կազմակերպված նախնական ընտրության միջոցով կորոշեն, թե ով պետք է լինի Նիկոլ Փաշինյանին ձեռնոց նետող թիմի առաջնորդը, երկրորդ համարը, երրորդ համարը, չորրորդ համարը։ Այս տեխնոլոգիան է, որ մենք առաջարկում ենք բոլորին, ժամանակը շատ չէ, բայց բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ իրենք վարչապետի գուցե լավագույն կամ հավանական լավագույն տեխնացուներից մեկն են, կարծում եմ հայ ազգի առջև պարտականություն ունեն համաձայնության գալ համանման այլ տեխնացուների հետ
Եվ համանման այսին ներկայացրած սկզբունքներով նախընտրություն կազմակերպել, որպեսզի հայ ժողովուրդը ինքը որոշի, թե ով է ընդդիմության այն առաջնորդը, առաջնորդների այն թիմը, որը պետք է ձեռնոց նետի Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրի։ Եթե սա չեղավ, ցավոք սրտի կանխատեսումները այդպես լավատեսական չեն կարող լինել։ Եվ այս հարցը մենք շատ կարևորում ենք եւ այս օրերին փորձում ենք նման մի միջկուսակցական, եթե կարելի է ասել, պայմանագրի նախագիծ շրջանառել նման նախընտրություն համատեղ ուժերով կազմակերպելու թեմայով։ Հուսամ արձագանքները կլինեն պատասխանատու, հուսամ արձագանքները կլինեն առանց այսպես տուրք տալու միջկազմակերպական կամ ինչ-որ այլ անձնական մոտիվներին եւ հուսամ այն ժամանակը չեն կորցրել եւ կարող է հայ ժողովուրդը այս ընտրություններում ունենալ այլ ընտրակ։ Այլապես դարձյալ ընտրելու է շարիքի փոքրագույն, չկարևորելով այն բոլոր տեխնացուներին, ովքեր իրենց պատկերացնում են, թե հայ ազգի հիմնական լուծումները առաջարկող հենց ինքն է կամ իրենց թիմն է։ Այդ ամեն ինչը պետք է ժողովրդի քննությամբ անցնի, ժողովրդի քննությունը եւ միայն այդ դեպքում։ Միավորման ցանկացած այլ տարբերակ, որը հաճախ տարիների ընթացքում ընդդիմադիր տարբեր ձևաչափեր փորձել են անել, հիմնականում վերածվում են բազարի։ Ես ասքան անդամ ունեմ, ես ասքան փող ունեմ, ես ասենց շնորհալի լիդերներ ունեմ, ես չգիտեմ, ես եմ, բայց այդ մյուսը դա այդքան էլ չի։ Միակ դատավորը ստեղ ընտրողն է։ Իհարկե լավ կլիներ մենք ունենայինք այնպիսի ընտրություն, պետական ընտրությունները լինեն այնպիսի, որ մենք վստահենք, որ այդ ընտրություններին մասնակցելով կարող ենք այդ ձևավորել ազգային ընդդիմությունը հենց այդ ընտրությունների արդյունքն է։ Սակայն ցավոք մենք ունենք բավական միաբևեռ քաղաքական համակարգ, որտեղ իշխանական բևեռին հակադրվող այդ գլխավոր ընդդիմության ձևաչափը, ասած մի տեսակ ֆանտոմային երևույթ է, ընտրությունից ընտրություն հայտնվում եւ վերանում է, մենք ձախողվում են եւ հաջորդ անգամ արդեն ոչ մի ձայն չեն ստանում, նախորդ անգամ, ասենք չգիտեմ, 38% ստացած ռաֆին հաջորդ անգամ արդեն որպես քաղաքական գործիչ գոյություն չուներ։ Սա համարյա բոլոր ընդդիմության առաջնորդներին է վերաբերում, ովքեր ինչ-որ մի ժամանակ քիչ էր մնում հասնեին իշխանության, ասում Վազգեն Մանուկյանից սկսած 96 թվականի մի խոսքով շարունակել։ Այսօր էլ եթե փորձ կատարվի տարբեր նման ձևաչափերով, այսպես ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ձեռք բերել, որոշ կազմակերպությունների միջև ես նկատել եմ ինչ-որ համագործակցության բաներ են ստորագրվում, բայց ոչ համատեղ հանդես գալու, որոշ կազմակերպություններ, որոնք ասենք ներքին ռեսուրսը խոշորանալու սպառել են, փորձում են այսպես դաշնակիցներ ձևավորելով դաշինքային ինչ-որ լուծումների հանգել, բայց նման դաշինքային լուծումներն մեկը չի, մի քանի հատ փոքր նախագծեր են։ Այս ամեն ինչը պարտության պատճառ է, եւ այդ պարտության մեղավորը լինելու են ոչ թե մենք ներողություն լինելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ոչ թե նախկին ընդդիմադիրները, ոչ էլ ժողովուրդը, որ չի ընտրելու այդ ճիշտ ազգային գործիչներին, հենց այդ ճիշտ ազգային գործիչները, որոնք հաճախորդային տեխնոլոգիաները նախընտրում են համախմբման ներքին ժողովրդավարության վրա հիմնված տեխնոլոգիաների, նոր բան չենք առաջարկում, ըստ էության առաջարկում ենք, չգիտեմ, ամերիկյան ընտրություններից հայտնի պրայմերիզի խորհրդարանական տարբերակ, վարկանիշային քվեարկությամբ, մինչև այդ տեղի ունեցող բանավեճերով եւ ամեն ինչ։ Օրինակ, ասենք ես ըստեղ ինչ-որ մի հարցում համաձայն չէի, բայց իմաստ չեմ տեսնում առարկել, որովհետեւ այստեղ ոչ մի հարց չի լուծում, իսկ մենք իսկապես լավ ծրագրի, որակյալ ծրագրի եւ ժողովրդին հասկանալի խոսալու հարց ունենք։ Այստեղ հիշատակվեց թե Մանվելի կողմից, թե Արտուրի կողմից, որ մարդիկ դա չեն հասկանում եւ պետք է նրանց խաբել։ Արզե որ մենք խաբել չեմ ասել պետք է ասեմ խափում են Ես ուղղակի խնդրում եմ որ մենք այսօրվա հանդիպման ֆորմատի մեջ մնանք բայց ժողովրդի հետ խոսալու ժամանակ կերևա թե որ տեքստերն են ավելի արդյունավետ, որ տեքստերն են մտնում այն քննությունը, որը կարող է հանրային մեծ աջակցություն ապահովել։
Այլապես ասենք, չգիտեմ, ինչ-որ վիդեոներով խոսալով կամ նման տեղի իրար հետ խոսալով մենք այդ հանրային աջակցությունը ոչ մի կերպ չենք կարող։ Շնորհակալություն։ Ես ուղղակի ասում եմ, որ նախընտրական մոտեցումները ու քաղաքական հայացքները այսօր չքննարկենք, որտեղ սա մեր նախասիրությունների մասին չի։ Անցած հանդիպմաններ մարդն եկել է նստել այստեղ, ասում եմ մեր ընդհանրական տեխնացուն էս ինչ է։ Եղբայր քեզ ով է հարցնում քո տեխնացուն ով է։ Հիմա շնորհապետական կուսակցությունը ուրիշ կարծիք ունի, դու ուրիշ կարծիք ունես, Պողոսը ուրիշ կարծիք ունի։ Այստեղ հավաքվել ենք որպես հայ մարդ ընդհանուր թեմաներից խոսենք։ Կարա ինչ-որ հարց, մի նախադասություն, երկու նախադասություն, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից մեզ համար դառնա ընդհանուր։ Մենք էլի մտածել ենք իշխանապողության մասին, այդ աթոռ Կոչեցյանի մասին։ Մեր ճանապարհը պայքարի կարող է տարբերվում, շնորհապետական կուսակցության առաջնորդը կարող է ուրիշ է, քոնը ուրիշ է։ Մենք ստեղ եկել ենք ազգային հարց քննարկել, ինչն է մեզ բոլորի սարքում մեկ, որ կարողանանք խոսենք այս ընդհանուր թեմաների շուրջ։ Ես ոչ թե ասել եմ պետք է խաբենք, ես ասում եմ տեսությունը, այն տեսությունը, որը ես ծանոթացել եմ քաղաքագիտության վերաբերյալ, ասում ուզում եմ ժողովուրդը հետևից կան խաբի։ Խաբելուց է այդ ինձ մի հատ սուտ ասա, որ անհավանական լինի ու հանկարծ չփորձես ճշմարտությունը ասես։ Ճշմարտությունը ասողի խաչեր է։ Հիմա մենք այս երևույթի դեմ պետք է պայքարենք, բնականաբար ոչ այդ մեթոդներով, ու ես չեմ մտնում որ ստեղ մարդիկ կան, որ այդ մեթոդներով կբանանել է, բայց այս իրականության դեմ են։ Ինքը բերում է, ներս չկրկնվեմ, հասարակից ուղղակի նանումնա, որ ոչ թե գնանք այդ մեթոդներով, այլ այդ մեթոդների դեմ մեթոդներ մշակենք, այսքանը։ Պաշտպանության ֆորում։ Գիտեք, երբ որ մսավաճառը, դանակը ձեռքը մտնում է խոզանոց, հանկարծ ու հանկարծ բռնում է որից է մի բուրվակի ականջ և նա սկսում է ղժժալը, խոզերը տեսնելով մսավաճառին դանակը ձեռքը հարձակվում են մսավաճառի վրա։ Իրանք սոցիալական կենդանի են և իրանք պատրաստ են։ Առանց մտածելու բնազդաբար զոհվելու հանուն այդ մեկ բուրվակի։ Սա վատքագիծ է, սոցիալական վատքագիծ է։ Նույնը հովատակը ձերի երամակի մեջ, եթե մեկը մոտենա փորձի ձերից մեկին կպչի, հովատակը իր ողջ ուժը կներդնի, որպեսզի պաշտպանի երամակը։ Միևնույն ժամանակ, եթե ձի է ընկել ծանրած ոչ իրենից երամակի մեջ, հենց որ ծնում է հովատակը վերցնում, ոչնչացնում է այդ ապօրինից ծնված քուրակի։ Այս էլ է վատքագիծ։ Մարդիկ ընտելացնում են ձյուն, և երբ որ ընտելացնում են մարդը ձյուն, իրան ասոցիալ է սարքում, և կարա նույն ձյանոցի մեջ լինի 10 հովատակ, 12 էկ ձի մազյան, և իրանք հանգիստ ընդեղ կապրեն, որտև ես հովատակ այլևս չգիտի, թե ինքը ով է, ինքը ասոցիալացված է։ Մարդն էլ է սոցիալական էակ, և ինքը ի տարբերություն մյուս սոցիալական կենդանիների ունի բանականություն։ Ինքը կարող է ընտրել իր վարքագիծը, ընտրել իր սոցիալական վարքագիծը, ապրելու ձևը, ընտրել ռազմավարություն։ Սրանով մենք տարբերվում ենք այլ համակարգերից, բարդ համակարգերից։ Հիմա հարց է առաջանում։ Բոլորս լսել ենք պատերազմից հետո բավականին բարձրաստիճան այր հայտարարեց, ինքը զգաց, որ կարող է հայտարարել, հետո հայտարարեց, զգաց, որ դա կարելի է ասել և չկարկոզվել, ասաց ինչ է, դուք ուզում եք 100,000 հոգու համար 3 միլիոնին վտանգի տակ դնենք, մոտավորապես սա ասաց, ասեց և մարսեց, որովհետև ցավոք մենք այնքան ենք ասոցիալացվել, ես չեմ ասում սա լավ է թե վատ, գուցե լավը սա է, որ մենք համաձայնվեցինք, որ այո, ոնց կարելի է 3 միլիոնին վտանգի տակ դնել 100,000-ի համար։ Իմ մոտ հարց է առաջանում, ես ինձ զգում եմ այլևս ազգի մաս,
Ես ինձ չեմ զգում այլևս ազգի բաղկացուցիչ մաս, այն ազգի, այն մարդկանց համախմբի, որտեղ հանուն մեկի բոլորը զոհվելու պատրաստ չեն, որտեղ մեկը հանուն բոլորի զոհվելու պատրաստ չէ։ Այսօր գալուց առաջ հարց տվեցի կնոջս։ Ասեմ, դու հավատում ես, որ եթե հարձակվեն որից մեկ գյուղի վրա, Հայաստանի հայոց բանակը վեր կկենա և կգնա գյուղը պաշտպանելու։ Կնոջ պատասխան է, մոր պատասխան, տատիկի պատասխան, ոչ, ինքը դրան չի հավատում, առաջանում է հարց, երբ որ մենք խոսում ենք համապարփակ անվտանգության մասին, երբ որ մենք խոսում ենք պաշտպանության բանակային, չգիտեմ ինչ, երբ որ պաշտպանությունը կապում ենք այս մարդաստեղծ արհեստական երևույթների հետ, գործիքների հետ, դա գիտեք ինչի է նման դելֆինների անվտանգության համար կառուցել ամառանոց սարերը։ Մենք մի հատ հասկանանք ինքներս, մենք որից բանի պատրաստ ենք, թե պատրաստ չենք։ Երբ որ քննարկում են իմ կողմից շատ հարգված մարդիկ, տարբեր փորձ են ուսումնասիրում, ֆիննական փորձը, իսրայելի փորձը, չգիտեմ, ելուն փորձը եւ այլն եւ այլն։ Եվ ոչ մեկը չի ուսումնասիրում Շվեյցարիայի փորձը։ Գիտեք ինչու՞։ Որովհետեւ հենց որ գալիս են հասնում այն կետին, որ Շվեյցարիայի իրար կողքի գտնվող գյուղերը իրար կարող է թշնամի լինեն, որ 20-րդ դարի մարդակերության վերջի դեպքը եղել է Շվեյցարիայում, Բեռնը եւ Բազելը պատերազմում են իրար հետ։ Այս բեռնեցին, բազիլցական կծեց, ծամեց եւ կուլ տվեց։ Հա, զավեշտ է, բայց դա իրականություն է։ Դա իրականություն է։ Ես 2008 թվականից Մյուս Վահեին եմ Դեբե Գրիգորյան, հիմա ինքը արդեն սովետական դատարանում է, դատավոր։ Բայց եղբայր, մասնագետ մարդ ես, արի օգնի, որ մենք ձևակերպենք մեր գյուղի Ենոք Հավանի, այս Ենոք Հավանից արտակ չի Բուխչյանն է, Ենոք Հավանի ինքնիշխանության, անկախության հարցը։ Օ, չի կարելի։ Եղբայրներ, եթե ես իմ ընտանիքով ինքնիշխան չեմ, եթե ես ոնց կարող պայմանավորեմ իմ հարևանների հետ հարգելնած ինքնիշխանությունը, որ մենք ունենանք համակեցություն, ինչ-որ մի տարածքում։ Ոնց կարող ենք մեր թաղով պայմանավորել մյուս թաղի հետ, որ ունենանք համակեցություն։ Եվ այսպես ինչպես մենք կարող ենք մյուս գյուղի հետ համակերպվել, ստեղծել համակեցություն։ Կարող ենք։ Ասացեք այո։ Չեք ասի։ Որտեւ սա այն տեղն է, երբ որ հայի ուղեղը կախում է։ Մենք հպարտանում ենք Տիգրան մեծով։ Տիգրան մեծ, շատ մեծ։ Մենք ասում ենք հայ ենք եւ կարդում ենք Գարեգին B, ոչ, Գարեգին երկրորդ է կարդացվում։ Հայերեն տարերով գրում էին թվերը։ Դες մոտախ, ուզում հասկանալ, պարոն Սարգսյանը լավ ասեց, որ կարևոր իրավունքի հարցն է։ Ամենակարևորը իրավունքն է։ Երբ որ մենք հրաժարվում ենք իրավունքից, մենք կորցնում ենք ամեն ինչ։ Իսկ իրավունքը կորցնելու համար պարտադիր չէ, որ պատերազմով մտնենք քո տունը։ Փանախանը, եթե չեմ սխալվում, Մելիք Շահնազարի ձեռքից ստացավ Շուշիի բանալիներ առանց պատերազմի։ Քանի Խամսայի մելիքներ էին, 5 հավասար մելիքներ, կար այդ Խամսայի մելիքությունը։ Նրանցից մեկը, Մելիք Եգանը, Վիզրակի, տողում էր նստը։ Կարեսավ հարաբերություն ստեղծի, չէ։
Նադիր Շահները թող էր նրա հետ։ Հետո ասեց, աղբեր, այնքան աղջիկ ունես անունները չգիտես, այդ իմ տողուն պսակեմ քո աղջկա հետ, մուսուլման սակեց պսակեց։ Եվ տողում առաջացան երկու տիպի հայեր, քրիստոնյա հայեր եւ մուսուլման դարձած հայեր, եգանյաներն ու եգանովները հմիկվա։ Ասես դե ես հատկի ես կհավաքեմ, ինչի ես հատ սաղի տնալու։ Դարա ոչ թե հավասարների մեջ, դարա առաջինը մյուսների մեջ։ Ինչով ավարտվեց։ Տեսանք։ Թուրքը Փանախանը ոտ դրեց իրավունք ստացավ Արցախի տարածքում։ Ստացավ իրավունք։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, մենք խոսում ենք Արցախի մասին, Արցախը երբ որ հիմա չխորանանք, միավորվեց, հետո կախացավ, այդտեղ չխորանանք, դա առանձին թեմա է, ամեն իր տեսակետը ունի, բայց ես շատ անգամ լինելով Արցախում կարող եմ ասել հետևյալը, մենք գնում էինք Հայաստանից և զավթում Արցախը։ Սերգեյ Շահվերդյան, երբ որ մտնում եք Արցախ, հիշում եք, չէ՞ ճանապարհի նշանները դեղին նշաններն էին տուրիստական։ Տենց էին կողմնորոշում, որտեղ գնանք, որտեղ ինչ եկեղեցի կա։ Դա Շահվերդյան Սերգեյի, Արցախի туриզմի նախարարի եւ իր թիմի մշակածն էր։ Տանում էր մեզ այստեղից այնտեղ ցույց տալու համար, թե ինչ գեղեցիկ տեղեր կա Արցախ գնալու համար, որպես մենք գնանք այնտեղ, ինչ են անում Հայաստանի տուր օպերատորները։ Վերցնում են իրենց ավտոբուսը, նստեցնում իրենց տուրիստներին, տանում Արցախ, շատ ժամանակ հետո մեկ օրով էին գնում, հետո ուտելիք էլ էին վերցնում, կամ էլ այնտեղ գիտեի ում ուտեն ուտելու, հետ էին գալի ինչ օգուտ էր մնում Արցախցուն։ Եթե ուտելիք վաճառում էր, դա մնում էր օգուտ։ Մարդ էր տենում, ուրախանում էր դառնում էր օգուտ։ Հա, մեկ էլ աղբն էր մնում այդ Արցախում, որտեղ մարդը որքան աղբ է արտադրում, չէ, եւ օրգանական եւ ոչ օրգանական։ Թափոնների տեսքով։ Մենք գրավում էինք Արցախ։ Իսկ հիմա վիրավորվել ենք, որ ինչ-որ մեկը մտել է այնտեղ։ Մենք մեր մասին մտածել ենք երբևէ։ Ցավոք սրտի պարոնը գնաց Կանադային եկած պատվավոր պատվարժան մարդ։ Նստած խոսում ենք, այս հա Կանադայից եք, այսի մեր սրբազանն էլ է Կանադայում ծառայել։ Ինքը ոչ այնքան հաջող արտահայտվեց սրբազանի հասցեին։ Եթե Կանադայում, փոքր Կանադայի համայնքը 60,000 հոգի են, ինչ են։ Կվեբեկ, Տորոնտո, երկու եկեղեցու ներկայացուցիչներ, թեմեր, Անտիլիասի թեմը և Էջմիածինի թեմը։ Եվ իրար հետ լեզու չեն գտնում, գոնե Քրիստոսի շուրջը։ Ինչի մասին ենք խոսում։ Մենք կրում ենք անձնագիր, նա պասպորտը անձնագիր չէ անցագիր է, գոնե բարերն ուշադրիլ ենք, հայեր ենք, չէ, դա ID քարտը, դա անձնագիր է, պասպորտը անցագիր է, մենք դա ունենք սահման հատելու համար առաջին հերթ, և նա վերջին էջում ինչ է գրված, սույն անձնագրի կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո։ Իսկ հովանավորությունը պաշտպանության իմաստուն է, չէ, եթե սխալվում են։ Եվ հետո պարզվում է, որ այն մարդկանց անձնագրերը fake էին, աշխարհին խաբում էին, վիզա էին ստանում, գնում, ճամփորդում, գալիս, եւ իրանք Հայաստանի քաղաքացի նորից են դառնում։ Գիտեք ինչ, Ռուբենը խոսք ուներ, ասում է, չեմ հիշում ում խոսքերին կրկնամ, դա իր խոսքը չէր, որ լավի հակառակ կողմը վատը չէ, անտարբերությունն է։
Մենք միշտ եղել ենք անտարբեր, բոլորս եղել ենք անտարբեր։ Լռել ենք, ձայն չենք հանել։ Հիմա ինչ ենք ուզում։ Ձայն ենք հանում, դե սկզբից եկեք մի հատ հասկանանք, իսկ մենք իրոք ինչ ենք ուզում։ Զուտ ձայն հանելն էլ է գործողություն։ Բայց ներսը շնորհալին իր հավատով խոստովանում ինչ է ասում, ասում է Տեր Աստված, տուր ինձ խելք, այդ խելք արտահայտելու ունակություն եւ գործելու հնարավորություն։ Ասում է, չէ։ Եվ ողորմա քո ստեղծած արարածների եւ ինձ բազմամեղից, դա էլ չէ ասում։ Իսկ մեր մեջ մեղավոր մարդ կա, դժվար թե հանդիպի։ Մենք բոլորս անմեղ հայեր ենք։ Եվ այսպես բոլորը դարձել են հատկապես մեր երկրում շատ ավելի, գիտեք ինչքան կիրթ են, ինչքան արագ են խոսում, արհեստավարժ, այնպես ոսկեղենիկ հայերենով կարտահայտվեն 12 տարեկան երեխաները, 14 տարեկան, 15 տարեկան, էլ չեմ ասում 20 տարեկանները։ Մեր լրագրողները այնքան արագ են խոսում, որ իմ ծերունական ականջը թեկուզև լսում է, բայց ուղիղ չի կարել մնկալ այդքան արագ հայերեն խոսեցած է։ Մեր ժամանակ մինչև երկու բաժակ չխմեինք, չէինք անում կենաց ասենք։ Հիմա բոլորը կարողանում են։ Հիմա բոլորը այնքան են լավ կրթված, որ կարող են համեմատել պետության կառավարումը կորպորատիվ կառավարման հետ։ Մեկը կա Ռուսաստան դա արեց, իրանց երկիրն է, իրանց կառավարիչ, իրանց ընտրությունը։ Դե մարդը ափաշկարել ասեց Պուտինը, Վլադիմիր Վլադիմիրիչ 2000 թվականին, որ պետական կառավարումը չի տարբերվում կորպորատիվ կառավարումից։ Նրանք շատ արդար են իմիջայլոց, իրանց մոտ գերագույն արժեքը մարդը չի, ընտանիքը չի, այլ պետությունն է։ Դա են արդար ասում։ И все сдохните, а мы идем в рай։ Դա են պարզ ասում են։ Թուրքերն են միշտ պարզ ասում են ամեն ինչ, ոչ բան չեն թաքցնում մարդիկ։ Իրանք չեն խաբում։ Մենք խաբելով ենք զբաղված անընդհատ։ Մեզ ենք խաբում, մեզնից դուրս ենք խաբում, դրսից դուրս ենք խաբում, խաբում ենք զենք ենք գնում, որ հետո թողում ենք, որով չենք կռվում, որտեղ եթե կռվենք կարող է զոհվենք։ Ես մի սպայի եմ հանդիպել, այսպես հավաքված երիտասարդներ էին խոսում են բացատրում, բայց որ գնան կռվեն, կարող է զոհվեն, վտանգավոր է։ Այս ամենից որ գնում ես առաջադրանքի ինչից ես վախենում, բայց արագ պատասխանում։ Ինքը տվեց իրոք սպայի պատասխան, որ առաջադրանքս չկարողանամ կատարել։ Իմ ընկեր Վովան Վարդանովը ստեղծել է շատ լավ կազմակերպություն, ոման, ողջ մնալու արվեստ։ Ես կասեի ողջ մնալու արվեստով մեր շատ հայրենակիցներ զբաղվում են նույնիսկ առանց ոմայի։ Գնում են Կանադա, գնում են այլ երկրներ, գնում են Ռուսաստան, ասում կռիվ, դες հետ են գալիս այստեղ։ Դա էլ է արվեստ, ադապտացիոն արվեստ է։ Ոնց անել, որ ողջ մնան։ Եվ այդ արվեստը մեզ բերել է մինչև 21-րդ դար։ Գիտեք, քանի մեր հարևաններ այլևս չկան։ Հիշողություններ չեն թողել։ Մենք դեռևս կանք։ Ես էլ արվեստ, ով ասել, որ մենք սրանց հեռու գնանք, փորձենք այլոց նման լինենք, եթե մենք այլոց նման չենք։ Ես չգիտեմ, ուղղակի հարց եմ դնում։ Ուղղակի կորպորատիվ կառավարման մեջ կան ակտիվներ, պասիվներ։ Զարգացած կորպորացիաները իրենց վերցնում են որոշ ֆունկցիաներ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ։ Պետության մեջ ակտիվ ու պասիվ չկա։ Երեխան որ ծնվում ինքը պոտենցիալ ակտիվ է։ Սկսում է աշխատել, դառնում է ակտիվ։ Դառնում է արդեն մեծ անաշխատունակ, ինքը պասիվ է։ Իրանից բրցնենք, թե թողնենք մնա։
Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է մյուս պետությունների կողմից, այդ թվում հարևան պետությունների, այդ թվում ամենամոտիկ հարևան Թուրքիայի կողմից, քանի դեռ մենք չունենք սահմանադրություն։ Այսինքն մենք գործում ենք խորհրդային Հայաստանի սահմանության ներքո, դե ֆակտո։ Այսինքն 92-ը մեզ արդեն ճանաչում էին, արդեն տարբեր միջազգային, չգիտեմ ինչերի անդամներ էինք, 95-ին նոր եկավ առաջին սահմանադրությունը, որը ինչ արեց, ինքը ընդամենը խաբեց։ Հիմա լիքը քննարկումներ կան, հրճակագիրը լավն է, վատն է, ագրեսիվ չի, հրճակագիրը ինքը արդյոք, թե ինքը նախը հրճակագիր է, այնքան քննարկումներ կան, բոլորը խելոք եւ ոսկեղենիկ հայերենով։ Բայց կա մի բարոյական սկզբունք։ Դուք որ հիմա խոսում եք երիտասարդներ, այն ժամանակ ընտրելու իրավունք էլ չեք ունեցել, քվեարկելու իրավունք էլ չեք ունեցել։ Ես ունեցել եմ, բայց շատ երիտասարդ էի, բայց ներկա Պավիլ Հայրիկյանը եւ իր սերունդը ինչքան է պայքարել հանուն անկախության, ովքեր են հավաքվել այդ հրճակագիրը մշակելու համար, շատ մարդիկ, թողարեք մենք հեռանանք մյուս կյանքը, նոր քննարկեք, փոխել պետքա չի, հրճակագիր չի, լավն է, վատն է, պուպուշը, անշնորհքա, իսկ մենք լավն ենք, մենք համապատասխանում ենք այդ հրճակագրին։ Ամփոփում եմ, հասկացա։ Ես էլ ասեմ, գեղացի մարդ եմ, այդքան արագ չեմ կարողանում խոսալ։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, լինելով կիբեռնետիկ, կարող եմ ասել հետևյալը. 5-10 տարի հետո հայությունը բնակվելու է Երևանում եւ իր շրջակայքում։ Չէ, բնակվելու աստեղ, որտեղ այստեղ գիտեք ոնց է Լաս Վեգաս Սթրիփի նման է։ Եթե կա մի քաղաք, որտեղ չկա արդյունաբերություն եւ կրթություն, ինքը այլևս քաղաք չի։ Ուրբանիստիկ ձևակերպումներով։ Եվ գնալու եք, դուք վայելեք Հայաստանի մարզերի բնությունը, պատմամշակութային, մարդակերտ եւ պատմական հուշարձանները բնական։ Ինչպես ես գնում եմ Արևմտյան Հայաստան, վայելում եմ Արևմտյան Հայաստանի բնական եւ մարդակերտ հուշարձանները։ Ամեն անգամ շնորհակալ լինելով Թուրքիայի Հանրապետությանը, որ ստացել լավ ենթակառուցված, որպես ես անվտանգ այնտեղ երթևեկեմ, գնամ վայելեմ այն ինչի հետ ինչ կապ ունեն, հոգեվոր կապ ունեն։ Ստեղ եւ ավելի լավ կլինի, ստեղ եւ կսպասարկեն ձեզ, որ գնաք ոչ թե Յոնոքավանցի Արտակչի Բուխչյանը, այլ բասկերից եկած մի լավ Իտալիայից, Իսպանիայից, Վիետնամից, Թայլանդից, տարբեր տեղերից ավելի լավ կսպասարկեն։ Մենք սա ենք ուզում։ Ես ավարտում եմ։ Երբ որ մենք էլիտազուրկ եղանք եւ սկսեցինք ապավինել բազմությանը, այդ էլ ազև։ Միակ արտահայտությունը, թե ինչ ուզում ես ազգը, տվել է 20-րդ դարի սկզբին կավեինի տղեկը։ Անում են հավաքակայան, որը հերույան է սաղթ, կոչվում է VIP դրախտ, բերել է բախտը, եկել է բախտը, պատմեն թե քեզ ինչ է հայտ։ Էս ենք ուզում։ Ես ժամանակում առաջարկում էի, եկեք փոխանակենք Հայաստանի եւ Արցախի տարածքը Չինաստանի հետ, Հայնյան կղզու հետ, տարեն 12-25 աշճան, իդեալական կլիմա։ Դեր աբորիգիները միау ցեղնեն, որ այնքան վտանգավոր չեն մեր համար։ Οκ, պաշտպանության համակարգ կլներ, չէ՞։ Նայած թողա գնան բանակցելու, գնան բանակցեն կհամաձայնվեն։ Նախ մեր հավաքվելու իմաստը ես այդպես եմ հասկացել, ուղիներ գտնել։ Գիտեք, երբ անցյալը շատ ենք մեկնաբանում, կարող է շատ բաների հետ համաձայն լինել, բայց անցյալը վերլուծելով, եթե դու այսօրվա քայլերը չես հիմնավորում, այլ ուղղակի վերլուծում ես անցյալը, տարաձայնությունները միայն կավելանան։ Իսկ եթե միանգամից սկսենք
կարևորագույն անելիքների շեշտադրումից անցյալին ընդհանրապես անդրադարձներ կատարենք, իսկ անցյալը շատ կարևոր է, որովհետև անցյալը մեր ուսուցիչն է։ Ցավոք սրտի հայկական ասացված չի, չինական է, պետք չէ մոռանալ անցյալը, նա ապագայի ուսուցիչն է։ Ես դրա համար ուզում եմ միանգամից սկսել հիմնականից։ Այսօր, երբ մենք որևէ տեղ հավաքվում ենք, վերջի շրջանում ես արդեն 4-րդ կլոր սեղանի ոգով գործող կառույցն է կամ տրամաբանությամբ այս փուլում, նախնական փուլում, եւ մի բան եմ նկատում, որ մեծ չի միասին աշխատելու տրամադրվածությունը։ Միշտ հայտնվում են մարդիկ, որ սահման են դնում, ես սրա հետ կաշխատեմ, սրա հետ չեմ աշխատի եւ այլն եւ այլն։ Կարողացա կլոր սեղաններից մեկի գրեթե բոլոր մասնակիցներին համոզել, որ կոչենք ազգային համագործակցության կլոր սեղան։ Այսօր էլ նկատում եմ, որ բոլոր ելույթների նկատի ունեմ առարկայական կեցվածք ունեցող մարդկանց ելույթների հիմքում ընկած է մի բան, ինչպես գտնել ազգային համագործակցության ձևաչափ։ Եվ դրանով հիմնական մասը այդպես տրամադրված է, որովհետև ընդհանրապես քաղաքագիտությունը դա է ճանապարհը համարում հասնել իշխանության, հեռացնել վատ իշխանությանը, փոխարինել նրանց եւ իրականացնել ծրագրերը։ Այնպես որ այսօր մենք ինչի մասն էլ որ խոսենք, հասկանում ենք, որ մեր նպատակը ազգային համագործակցության ճիշտ կամ արդյունավետ ձև գտնելն է։ Բայց մինչև հիմնական մտքից անցնել, ես ուզում եմ մի փոքր պարզաբանում կատարել։ Երբ մենք պայքարում էինք անկախ Հայաստանի համար, կարող եմ ասել պայքարում էինք, չնայած դա աշխատանք էր, 50 Ոտկերացրեք համարյա 60 տարի առաջ եմ ես սկսել գործել 65 թվականին առաջին խումբը հայկական երիտասարդական միություն, բայց 66 թվականից մինչև 73 թվականը մենք անկախության համար արդեն պայքարելիս, ինձ մոտ 67 թվականից է սկսել անկախության շեշտադրումը։ Մենք անկախություն ընկալում ենք որպես ազգի բնականon ապրելու ձև։ Բայց 70-ական թվականներից արդեն մեկ այլ մոտեցում սկսեց իշխել, որ մենք հասկանում ենք, որ եթե չունենք պետություն, նշանակում է մենք մեր կարգավիճակով ցածր մակարդակի վրա ենք եւ արժանի չենք, դա արդար չէ, մենք պիտի ունենանք միջազգային իրավունքի ենթակա լինելու ոչ միայն իրավունք, այլ պիտի դա իրացրած լինենք։ Երբ դու միջազգային իրավունքի ենթակա ես դառնում, քո խնդիրները ինչ-որ չափով պակասում են, որովհետև դու հայտնվում ես այդ իրավունքից օգտվողների կարգավիճակում եւ նրանց նպատակն է դառնում պաշտպանել քեզ, քո միջոցով պաշտպանել իրենց իրավունքները։ Բայց երբ դու այդ միջազգային իրավունքի անդամ դառնալուց հետո չես կատարում այն ինչ պիտի կատարեիր, կարող ես հայտնվել այնպիսի վիճակում, որ միջազգային իրավունքի ենթակայի քո կարգավիճակը համարյա կարող է զրոյանալ։ Ուրեմն մենք միջազգային իրավունքի ենթակա դառնալու համար աշխատում ենք, երբեք մեր մտքով չէր անցնում, որ կունենանք իշխանավոր, որը միջազգային իրավունքի ինձեռած հնարավորությունները կանտեսի, ներողություն իշխանավորներ եւ կառաջնորդվի իր հետին նկատառումներով, նաեւ վախերով։ Վախը մարդու համար է, երեք Ռազմիկ Պետրոսյանի Արցախի հնամարտիկի ծննդյան 75-ամյակներ, եւ ես հիշում եմ ինքը մի անգամ ասեց, բայց բարույր չես ուզում հասկանալ, որ Սերժ Սարգսյանը վախեցել է, Պուտինը իրեն վախեցրել է, դրա համար ինքը հրաժարվել է Եվրոպական ասոցիացիայից, ոչ թե ուրիշ նկատառումով։ Ես ընդունում եմ, վախը մարդկային բան է, մարդ կարող է նաեւ վախենալ, բայց այդ դեպքում գոնե այնքան առաքինի պիտի լինի, որ ասի ես չեմ կարող այս գործին ծառայել։ Ինչևէ, այդ հիշեցումը ինչի համար արեցի, որ այո, այսօր կարող է լինել ոչ միայն անձնական, անանձնական վախեր կարող են լինել, հայրենիքի ժողովրդի համար վախեր կարող են լինել, բայց գիտակից մարդը, բանական մարդը միշտ գիտի, որ ոչ թե կան խնդիրներ, որ անլուծելի են, այլ կան խնդիրներ, որոնց լուծումը ես չունեմ, բայց ինչ որ մեկը կարող է ունենալ։ Այս հասարակ տարրական մոտեցումը, հակագիտական մոտեցումը, դա հակագիտական է, որովհետև շատ բաներ են եղել, չէ՞, մարդկության պատմության ընթացքում, որ անհնար են, բայց հետո ինչև, այս փոքր նախաբանից հետո կարծում եմ, որ այսօր այստեղ էլ մենք ճիշտ կլինի, որ շնորհակալություն, որ Անդրեաս Ղուկասյանը բարձրացրել է նաև սահմանադրության հարցը, բայց դա ինձ համար միայն սահմանադրության հարց չէ։
դա ընդհանրապես ազգային ռազմավարության հիմքերի հիմքը պիտի լինի, մանավանդ այսքան ճանապարհ անցած ժողովրդի համար։ Ես այսքան ճանապարհի մեջ մտցնում եմ նաև 95 թվականի սխալ սահմանադրության ընդունումը։ Հիշում եք երևի ոմանք կհիշեն 98 թվականին ես դարձա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, դա տեղի ունեցավ շնորհիվ ինձ տրված ձայների, այսինքն առաջին փուլում ես այնքան ձայն էի ստացել, որ երկրորդ փուլի համար վճռական պիտի լիներ թե ով կանցնի։ Եվ քանի որ ես ինչև է դարձա այդ հանձնաժողովի նախագահ, բայց այն ժամանակ տեսեք ընդամենը 3 տարի էր անցել։ Հանրությունը ընդունեց, որ սահմանադրությունը փոխելու, բարելավելու հարց կա, բայց ես չդրեցի ընդունված սահմանադրությունը չեղարկելու հարցը։ Ես ասացի ինչ որ աշխատանք արել ենք, մենք ենք արել, ես դեմ եմ եղել, բայց մեր ժողովուրդն է արել, եկեք սխալները ուղենք։ Դա նաև գործը հեշտացնում է։ Այսինքն դու վերցնում ես այդ սահմանադրությունից մի քանի կետեր։ Մասնավորապես ասեմ, այնտեղ շատ վատ էր ազգային ժողովի ներկայացուցչական մարմնի վիճակը։ Ինձ հաջողվեց դա համոզել, չնայած հետո բացասական բաներ եղան, եւ ես աշխատանքը ինքս չավարտեցի, բայց երկքաղաքացիության հարցը կարողացա անցկացնել, նախագահի կողմից ինքնական պարլամենտը ցրելու խնդիրը ասպարեզից դուրս եկավ, ի վերջո դրանք արմատավորվեցին։ Ուզում եմ, այս ինչի ես օրինակը բերեցի, մենք ինչ որ գործեր անելիս, որքան էլ որ հակատարամադրված լինենք, ինչ որ երևույթի նկատմամբ, պիտի ինքնամերժությամբ չզբաղվենք, որովհետև Աստված է տվել, թե իմաստուն մարդիկ են դա գրել, բայց դա գիտականորեն է հիմնավորվում, պիտի պատվես մեծերիդ։ Եթե մեծերիդ չես պատվում, Աստվածաշնչում հստակ է գրված, դու արժանի չես լինում երջանկության։ Ես ամփոփ եմ ասում, իմ բառերով եմ ասում, հաջողությունները քեզնից հեռանում են։ Ու մենք ինչ էլ որ անելու լինենք, պիտի հիշենք, կարծում եմ, դա միակ դրվագն է, որտեղ մեզ ուղղություն է տրվում։ 10 պատվիրաններից միակն է, որը ոչ թե ասում է մի արա, մի չի կարել եւ այլ, ասում է պատվիր մեծերիդ, որ օրերդ երկար լինեն։ Ուրեմն սա ինչի համար է կարևոր հիշել։ Գործը հեշտացնում է, բայց նաեւ հաջողության հասնելու նախապայմաններից մեկը կարող է լինել։ Ուրեմն, եթե մենք խոսում ենք ազգային համագործակցության մասին, պիտի այնքան համեստ լինենք, որ ընդունենք, որ ազգը մենք չենք միայն։ Ազգը մարդիկ են, բոլոր մարդիկ։ Հայաստանի բոլոր քաղաքացիները, նրանց պատկերացումները ազգային են, թե ապազգային են, գործակալ են, թե ինչ են, նրանք են։ Մեր գլխավոր խնդիրը բոլոր ժամանակների համար եւ ընդհանրապես ասեմ նախ, մինչեւ այդ միտքը ավարտելը։ Աշխարհում որևէ ժողովուրդ ունի խնդիրներ, եթե իր երկրի իշխանությունը պատկանում է ոչ թե այդ ժողովրդին, ինչ որ ձևով, այլ պատկանում է սեփական նկատառումներ ունեցող մարդկային խմբի։ Մենք էլ այսօր այդ վիճակում ենք։ Մենք ունենք խնդիր, որովհետև իշխանությունը ճակատագիրը, ժողովրդի ճակատագիրը տներ ունելու իրավունքը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ տարբեր փուլերում տարբեր մարդկանց է պատկանել, այսօր պատկանում է, ես իրեն հաճախ ասում եմ ազգային պղծություն, Նիկոլ Փաշինյանին, կարճ ասած։ Եվ կարծում եմ, որ մենք դրանից ելնելով, ինչ որ խոսում եմ, ամեն ինչ կապված է սահմանադրության հետ։ Պիտի առանցքային համարենք մի բան։ Հնարավոր է արդյոք, որ մենք տեսեք արժեքների մասին խոսվեց, շատ խնդիրների մասին։ Հնարավոր է արդյոք, որ մենք կարողանանք ունենալ այնպիսի սահմանադրություն, որը իսկապես քաղաքացուն դարձնում է երկրի տերը։ Մեր սահմանադրության մեջ գրված է, չէ՞, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Բայց իրականում ժողովրդին կարող է պատկանել իշխանությունը պետական համակարգի միջոցով։ Արդյոք մեր պետական համակարգը անցյալում եւ այսօր բավարար ապահովում է։ Արդյոք աշխարհում կա մի ազգ, ում մոտ այդ հարցը լուծված է։ Քանի որ այլ ընտրանքներ չունեն, մարդկությունը ինչ-ինչ բաներ լավ է համարում, վատ է համարում։ Հիմա մենք ունենք մեծ առավելություն։ Ես գալիս եմ հիմնականին, որպես եթե պետք լինի, հետո անդրադառնանք։ Ունենք այսպիսի առավելություն։ Հայաստանի 17, չէ, արդեն 16, որովհետև մի անգամից ասեմ, ԱԺԲ-ն, որ ասում էր, որ իրենք սկզբունքորեն համաձայն են, Արա Պապյանի միջոցով, շատ եմ ցավում, բան արեց, որ իրենք վախենում են, որ այդ նախագիծը եւ այլն, բայց դրա իրավունքը բոլորը ունեն, 10,000 մարդուց 10,000-ից ավելի մարդկանց հետ քննարկել եմ այդ տարբերակները, մի հոգի Արա Պապյանը դեմ է արտահայտվել։ Ես կարծում եմ, որ ինքը մինչև վերջ չի խորացել դրա համար, որովհետև գնահատում եմ իր
ներդրումները մանավանդ միջազգային իրավունքի ոլորտում մեր ունեցած հնարավորությունները բացահայտելու ուղղությամբ։ Հավատում եմ, որ նաև այս հարցում մենք համաձայնության գանք, բայց ինչևէ, դա դարձավ 16։ 16 քաղաքական ուժեր հավանություն են տվել Սահմանադրության մի նախագծի, որը 8 անգամ ներկայացվել է եւ կառավարությանը եւ մասնագիտական հանձնաժողովին։ Մի անգամ ներկայացվել է, ես հասկանում եմ, որ Անդրեաս Ղուկասյանը պարտավոր էր շեշտել, ինքը եղել է լիազոր ներկայացուցիչը 7 քաղաքական ուժերի, այնպես չի որ մի անգամ։ Եվ երբ ինձ ասում են ախր ինչ ես դրանց դիմում, ես ասում եմ, չի ասում ինչև վերջ, բայց դա նրա համար էր, որպեսզի, ինչպես ասում են, ինչև վերջ ամեն ինչ հստակեցվի։ Այսինքն, ուրեմն թիվ 1 հաջողությունը, որ այսօր մենք ունենք, այն է, որ կա պատրաստի նախագիծ։ Եվ երբ որևէ մեկն ասում է, ասողներ կան, մենք էլ մեր նախագիծը կգրենք, սա մանկապարտեզ չի։ Ես այդ նախագիծը համարում եմ գրված ավարտուն պատրաստի, որովհետև դրանում նոր խոսք կա։ Եվ համամարտկայինորեն ընկալելի նոր խոսք, այդ Սահմանադրության բերող բանաձևը միջազգային կառույցների կողմից դեռևս 20 տարի առաջ որոշ հատվածներ ընդունվել են որպես բացառիկ մի բան նորամուծություն։ Գիտեք, որպեսզի հասկանալի լինի, միայն մի բան ասեմ, մենք ասում ենք ներկայացուցչական մարմին է, չէ՞ խորհրդարանը։ Այդ ներկայացուցչականը կարող է աստիճաններ ունենալ։ Թե անունը դրեցիր ներկայացուցչական վերջացավ։ Չէ՞ որ կա խորհրդարան, որը 20% սեվով է ներկայացնում ժողովրդին, ընտրությանը մասնակցածներին, եւ կա խորհրդարան, որ ներկայացնում է 80%-ով։ Ամեն ինչ սկսել է նրանից, որ ներկայացուցչականության գործակից եմ գտել, որը շատ կարևոր է։ Հետո քաղաքացիները պետք է իրավավասար լինեն, թեման հասկանում եք բանը, չէ՞, դրա համար մի 3 րոպե էլ կխնդրեմ, բավական լուրջ։ Սահմանադրության հիմքում ընկած է մի բան, բոլոր սահմանադրությունները, եթե իսկապես սահմանադրություն են, որ քաղաքացիները իրավավասար են։ Հիմա ընտրության գնացած մարդկանց մի մասը չի ունենում ներկայացուցիչ խորհրդարանում, որտեղ իր տեխնացուն չի անցել։ Խախտվեց սահմանադրության հիմնական դրույթը։ Քաղաքացիները պետք է իրավավասար լինեն։ Ես ունեմ ներկայացուցիչ, Պողոսը չունի, որտեղ նա ում ինքը ձայն է տվել, այդ մարդը չի անցել խորհրդարան։ Ամենակարևոր հարցում, երկրի կառավարմանը մասնակցելու հարցում քաղաքացիների իրավավասարությունը խախտված է։ Ուրեմն գտնված է նաև դրա լուծումը։ Եվ գտնված է, ասեմ, դա իմ շնորհը չի, ճիշտ է, ես եղել եմ սովետական միության բոլոր ազգերի հետ ժողովրդավար ուժերի հետ համագործակցող աշխատող մարդ, ընտրվել եմ իրենց ղեկավարը 90 թվականին Փարիզում այդպիսի կենտրոն ստեղծվեց։ Բոլորից սնունդ ստացել եմ, բայց սա եկել է որպես, ասենք, հարթմնի, այսինքն ոչ հանկարծակի ես գրել եմ նույնիսկ, որ ցավոք սրտի հնարավոր չէ այդ հարցը լուծել։ Ու ստացել եմ պատասխանը։ Դրա համար համարում եմ, որ սա շատ կարևոր բան է։ Էլի ներբերանքներ կան, դրանց մասին չեմ խոսի։ Ուրեմն մենք ունենք սահմանադրության նախագիծ եւ երկրորդ բարեպատե առիթը։ Ունենք արդեն ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կամ սահմանադրական նոր հանձնաժողով։ Եվ կարծում եմ, որ մենք մեր առաջնահերթ խնդիրը չմոռանալով մասնավոր բոլոր խնդիրները, բոլոր, նաև իշխանափոխություն, իշխանության գալու միջոցով ինչ-որ հարցեր լուծել։ Մենք այսօրվա կարևորագույն խնդիրը պիտի համարենք այն, որ ֆուտբոլ խաղալուց առաջ ֆուտբոլի դաշտ պատրաստենք։ Քաղաքական գործունեության զբաղվելուց առաջ քաղաքական դաշտ պիտի լինի, չկա քաղաքական դաշտ Հայաստանում։ Ես ինչի այդ ֆուտբոլի օրինակը բերեցի։ Երեխա ժամանակ գնում էինք ֆուտբոլ խաղալու, ասենք բնության մեջ։ Քարերը մաքրում էինք, ֆուտբոլի դաշտ էինք սարքում, նոր սկսում էինք խաղալ։ Հայաստանում այսօրվա սահմանադրության պայմաններում եւ այսօրվա սահմանադրության ընդունած կայուն մեծամասնության գժության պայմաններում, երբ պարլամենտը կոչվում է ներկայացուցչական, ասում է, որ պիտի ընտրվի համամասնական ընտրակարգով, բայց միաժամանակ ասում են, որ այդ բոլորը մոռացանք, պիտի լինի կայուն պարլամենտական մեծամասնություն։ Սա այս արատավոր մոտեցումը գալիս է նրանից, որ խորհրդարանական ներկայացուցչական կառույցը համարվում է նաև կառավարության մաս։ Ուրեմն այդ երկու հնարավորություններ ունենալով մենք մի քիչ առաջ գնացինք, այն դիմումները բազմակի անգամներ դիմելիս։ Լսեցի այսօր էլ հայտարարություն եղավ, որ սրանց դիմելու մեջ իմաստ չենք տեսնում։ Գիտեք, նույնիսկ թշնամուտ հետ կռվելուց նրան դիմում ես, ասում ես, ինչ կոպիտ ասած, գնա գրողի ծոցը։ Ասում ես։ Հիմա ես իմ վերջին ուղերձը, որ եղել է հասցեագրված այսօրվա իշխանություններին, ասում եմ դիմիր դատախազություն, ներողություն խնդիր սխալներիդ համար, եւ սա շատ հիմնավոր է։ Հազարավոր մեղադրանքներ կան, հազարավոր չէ, հարյուրավոր մեղադրանքներ կան այսօրվա իշխանությունների հասցեին, բոլորն էլ հիմնականում ճիշտ են ցավոք սրտի, բայց ես մի դեպքում ասում եմ մի բան,
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում կա կետ, որ դու ստացած փաստաթղթերը պետք է քննարկես։ Նորմատիվ իրավական ակտում կա կետ, որ քննարկումները կառույցում լինում են հրապարակային։ Դրանից ելնելով ես կարծում եմ, որ այս փուլում մենք նվեր ենք ստացել, եթե այդ նվերը չօգտագործենք, նշանակում է մենք նման ենք են Թումանյանի հեքիաթի հիշում եք, որ ասում եմ, սպասում եմ, որ Աստված ինձ պիտի օգնի։ Այսինքն կլոր սեղաններից մեկը ընդունեց փաստաթուղթ նաև այդ ազգային համագործակցության կլոր սեղանը ընդունեց փաստաթուղթ, որտեղ հիմնավորապես ապացուցված են համարում կոռուպցիոն անցախում ստեղծելու տրամադրվածության եւ դա կատարելու մասին։ Ես կարծում եմ, որ այս փուլի համար շատ կարեւոր է, գիտեք, եթե մենք գնում ենք ընտրության ժամանակ պիտի զբաղվենք քարոզարշավով, անգամ այդ տեսակետից շատ կարեւոր է, որ այսօր Հայաստանի քաղաքական ուժերի հիմնական մասը հանրությունը սկսի լսել, որ մենք գործ ունենք կոռուպցիոն անցանքներ դրսևորող կամ դրանց մեր քրեական օրենսգրքով այդպիսի բնութագրվող մարդկանց հետ։ Այսինքն ամեն մարդ արդեն պատկերացնի, որ իդեմս այսօրվա իշխանավորի մենք գործ ունենք պոտենցիալ հանցագործի հետ։ Ինչ եմ ասում պոտենցիալ, որովհետև դատարանը դեռ որոշում չի ընդունել։ Եվ կարծում եմ, որ Սահմանադրության ներբերակները քննարկելը հասկանալի է, խորապես հասկանալ, մերժել, սխալները ուղղել եւ այլն, հանձնաժողովին դիմելը նույնպես, բայց զուգահեռաբար իմ վերջին գրության մեջ ես ասում եմ, դու գնահատախազություն խոստովանությամբ հանդես արի, որ 8 անգամ չես քննարկել, 8 անգամ խախտել ես սահմանադրական օրենքի պահանջը, բայց զուգահեռաբար ընթացք տուր այն նախագծերին, որոնք որ անցյալում ստացել ես ու չես կատարել։ Ուրեմն սա իմ հիմնական առաջարկն է, որ այդ ուղղությամբ մտածենք եւ նույնիսկ առաջիկայում նաեւ այս կազմով մի հատ քննարկենք ու նույնիսկ ինչ որ վերաբերմունք արտահայտենք, նկատի ունեմ ներկաները իրենց ստորագրություններով, որովհետեւ թե քարոզարշավի տեսակետից իշխանության փոփոխման նպատակով բայց առաջին հերթին Հայաստանը իսկապես քաղաքացիների սեփականությունը դարձնելու տեսակետից ընդհանուր առմամբ սա շատ կարևոր է հիշել, մարդիկ որքան էլ որ լինեն ազդեցության տակ, լինեն ճնշումների տակ նաև այդ մարդկանց հիմնական մասը միևնույնն է լավն են։ Մարդիկ եթե լավը չլինեն, հանրությունը չի գործի։ Այսինքն մենք չենք կարող ասել, երբեմն ասում են ժողովուրդը հայ ժողովուրդը իրեն լավ չպահեց, այդ պահին հայ ժողովրդի ղեկավարողները իրենց լավ չպահեցին։ Բայց հոգու խորքում մարտարարած աստծո ստեղծած մարտարարածը մեծամասնությամբ չի կարող վատը լինել։ Իդեպ ասեմ, այսպեսի մի խնդիր ունեցել եմ, երբ ազգային միացյալ կուսակցության կազմում 73 թվականին ես ղեկավարությանը առաջարկեցի, ես 5 տարի արդեն ղեկավարում էի, բայց դա փաստացի ղեկավարում էր, քանի որ իրենք բանտում էին, առաջարկեցի անցնենք ինքնորոշման սկզբունքին, ասեցին, բայց սովետական միության պայմաններում եղած հայ մարդը անկախության հարցը դրվի դեմ կքվեարկի։ Բայց ի վերջո օրհնվի հողորմի իրեն, ԱՄԿ ղեկավարն ասեց լավ, թող քո ասածով լինի, գնում ենք ինքնորոշման ճանապարհով, թե չանկախության ճանապարհը մենք չունեինք, այսինքն մարդկանց հավատալու ճանապարհով։ Հիմա այստեղ էս գործում, երբ մենք խոսում ենք քաղաքացիներին երկրի տերը դարձնելու բանով, սա հիմքը այն է, որ Հայաստանի քաղաքացիները երկրի տերը լինելով եւ իրենց համամասությամբ ճակատագիրը տնօրինելով Պարզ է կլինեն արդարամիտ, պարզ է կլինեն ազնիվ, միջազգային քաղաքակրթական օրենքներին համահունչ կլինեն իրենց որոշումները ներդաշնակ կլինեն։ Այնպես որ ես կարծում եմ այդ տեսակ վախեր ունեցողներն էլ պիտի իհարկե հաճելի է լսել անունը շնորհալիների կառավարում, դա լավ բան է, ազգային ընտրանի ձևավորում, բայց մենք պիտի ի վերջո ընդունենք, որ ժողովուրդն է, որ պիտի այդ ընտրանին առանձնացնի անցյալի են դրական ժամանակները, այսինքն դրական ոչ թե դրական, այլ անցյալի այն գոյություն ունեցած ժամանակների, երբ կար ազնվականություն, հայերենում շատ լավ է ասած, ազնիվ բառի հետ է կապված, պատկերացնում եք ինչքան գեղեցիկ է։ Ուսումնասիրել եմ ուրիշ ազգերի մոտ այդ ազնվությունը շեշտող բան եզր չի եղել։ Բայց մենք ապրում ենք այն օրերում, երբ պիտի հավատանք քաղաքացուն, հավատանք հայ մարդուն, եւ այդ հայ մարդուն հնարավորություն տանք իր ճակատագրի տերը լինել։ Կներեք, որ մի քիչ երկար խոսեցի, բայց թեման էր պարտավորեցնում, հետագայում առիթ կունենք խոսելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաեւ այս միջոցառումը կազմակերպելու համար։ Շնորհակալություն, ես կփորձեմ խոսել 3 հարցի շուրջ,
մի հարցը միանգամից շարունակեմ միտքը պարոն Հայրիկյանի սահմանադրությանը վերաբերող, ես ասեմ, որ իհարկե սահմանադրությունը ստեղծելուց կան սահմանադրագետներ, քաղաքագետներ, գլոբալ հարցերը դնող մարդիկ, բայց սահմանադրությունը ունի նաև տարբեր շերտեր, ունի անվտանգության, մարդու իրավունքների, արտակարգ իրավիճակների եւ այլ եւ սահմանադրությունը մշակելուց պետք է մասնակցեն նաև ավելի մի քիչ նեղ մասնակիցներ, ավելի խորացած իրենց բնագավառում, որպեսզի դա կարճ ասեմ 2005 թվին, երբ որ սահմանադրության նախագիծը դուրս եկավ, եւ ես քանի որ մասնակցել էի երևի ԽՍՀՄ-ից եզակի մասնագետներից էի, որ մասնակցել էի այն սկզբունքների եւ չափորոշիչների մշակմանը, որոնք պետք է արտակարգ դրության մասին օրենսդրության հիմքում լինեն, կոչում էին Stockholm Proposals, Ստոկգոլմյան առաջարկություններ, անմիջապես տեսա այդ թերությունները, որոնք կարող են բերեն ողբերգալի հետևանքների։ Եվ Golos Armenia թերթում 2004 թվականի օգոստոսին տպեցի մի մեծ նյութ էջիկեսը, որը կոչում էր ինչի է պետք Հայաստանին արտակարգ դրության մասին սահմանադրական օրենքը։ Նու չվերադառնալով այդ նյութին ասեմ, որ վերջում գրել էի փորձերը առանց օրենքի արկայության մտցնել արտակարգ դրություն կբերեն բազմաթիվ մարդկային զոհերի, երկրի համբավի անկմանը միջազգային բնագավառում եւ այլ։ Ես չգիտեի, որ կլինի մարտի 1-ը 2008 թվի։ Հասկանում եք, եւ որ մենք փորձում ենք որոշել, թե ում պատճառով եղավ ողբերգությունը, ով է կրակել, ով է հրաման տվել, այդ բոլորը կարևոր չի։ Կարևորը այն խախտումներն է բուն սահմանադրության։ Սահմանադրությունում այդ թերությունները շատ են, բազմաթիվ, բայց ժողովուրդը քվեարկել է, սահմանադրությունը դարձել է օրենք։ Եվ այդ նույն սահմանադրության ապահովագրողները, հատկապես առաջի դեմքը, պետք է ապահովեին սահմանադրության կատարումը։ Բայց սահմանադրության մեջ կար մի քանի կետ, շատ հետաքրքիր եւ լավ կետ կար, որ արտակարգ դրություն կարելի է մտցնել միայն օրենքով։ Բայց վերջում բռնել էին, գրել էին, որ մինչև օրենքի ընդունումը իրավիճակից թելադրվող միջոցառումներ են անում, որը միջազգային օրենսդրության տեսանկյունից աբսուրդ է, որովհետեւ չի կարելի իրավիճակից թելադրվող, որովհետեւ ամեն բան շրջանում ում գլուխը ինչ գա կանի։ Բայց կարևորն է, որ գրել էին իրանք 116-րդ կետում այդ սահմանադրության, որ 2 տարվա ընթացքում սահմանադրությունը համաձայնեցնել օրենսդրությունը սահմանադրության հետ։ Եթե մենք հիշենք, որ սահմանադրությունը ընդունվեց 2005 թվականի նոյեմբերին, իսկ մարտի 1-ը 2008 թվականի արդեն 2 տարին անցել էր, то есть 2 տարում օրենքը բավական չի, որ չէր ընդունվել, որի համար պետք է պատասխանության ենթարկվեն առաջի դեմքից սկսած մյուսները, այլ օրենքի բացակայության պայմաններում մտցրեցին արտակարգ դրություն, որը սահմանադրական կարգի տապալման ամենակարևոր, ամենագռեհիկ խախտումն է։ Դրա մասին ես գրել եմ մեծ աշխատանք սահմանադրությունը եւ անվտանգությունը, ոչ միայն այդ կետը քննադատելու, այլ նաեւ գրել եմ ինչ կետեր է պետք մտցնել սահմանադրության մեջ մարդու իրավունքներին վերաբերող, որպեսզի դա չկրկնվի։ Եթե ֆիքսված է, սահմանված է սահմանադրությամբ, այդ շատ կարճ դա ասեմ, աղետների արտակարգ իրավիճակներից մարդու կյանքի եւ առողջության, քաղաքացիների եւ պետության ունեցվածքի պաշտպանության իրավունքը։ Մենք ունենք բազմաթիվ իրավունքներ սահմանադրությունում, այս իրավունքը չկա։ Եթե այս իրավունքը լիներ, մենք չէինք կարող նաեւ մարդկանց ստիպել իրանց տներից դուրս գալ, ասել, որ հանձնում ենք հարևան երկրին եւ այլ, որովհետեւ պարտադիր պետք է այս իրավունքը պահպանվեր։ Երկրորդը կառավարության գրված է այդ բոլորը մանրակրկիտ կառավարության այն գործառույթները, որով ինքը պարտավորում է մշակի քաղաքականություն մարդու իրավունքների, այս նշված իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Եվ երրորդը գործադիրից բացի օրենսդիր իշխանությանը տրված այն մեխանիզմները, որով օրենսդիրը գնահատում է գործադիրի կողմից ներկայացված խնդրանքը կամ հիմնավորումը մտցնել արտակարգ դրություն, թույլ է տալի մտցնել ամբողջ արտակարգ դրության ընթացքում հսկումը օրինական իրականացմանը, եւ եթե այն հիմքերը, որով մտցվել արտակարգ դրություն վերացել են, օրենսդիրը դնում եւ վերացնում է։ То есть ես այն չեմ ասում, որ բացի ընդհանուր կոնստրուկցիայից պարոն Հայրիկյանի ասած գլոբալ
ուղղությունների սահմանության պետք է մանրակրկիտ մշակվի նաև ամեն մի ուղղություն մասնագիտական, որ մենք կարողանանք սահմանադրությամբ երաշխավորենք մարդու իրավունքները, որը արդեն օրենքների մեջ մեխանիզմներով եւ այլ կբացվի։ Հաջորդը ես կուզեի բանի մեջ, աշխատանքի մեջ, դուք կոնցեպցիայի մեջ գրել էիք աղետների հետևանքների վերացման հարցը։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը իմանա, որ աղետների հետևանքների վերացումը երկրորդ քայլն է։ Առաջի քայլն է աղետների ռիսկերի նվազեցումը եւ հետևանքների վերացումը։ Եթե դա մի քիչ բացենք, կլի աղետների, սպառնալիքների, ռիսկերի եւ կորուստների նվազեցում, հետևանքների մեղմացում, վերացում։ Բայց կարճ կարելի է ասել աղետների ռիսկերի նվազեցում, եթե հասկանում ենք ինչ է ռիսկերը եւ այլ եւ այլ։ Դες մենք ունենք կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտություն Հայաստանի Հանրապետությունում։ Մարդու շատ իրավունքներ կա սահմանադրությունում, բացի այս իրավունքից։ Եվ հաջորդը այս տարիների ընթացքում այս բոլորը ես ներկայացրել եմ այն ժամանակվա սահմանադրական դատարանի ղեկավարին, այդ նյութը, այդ վտանգը եւ չտպվեց։ 2 տարի առաջ բոլոր աշխատանքներս, այլ թվում այլ աշխատանքներ, որոնց մասին կասեմ, ներկայացվել են բոլոր կարևորագույն մարմիններին մեր իշխանության, պրեզիդենտ, վարչապետ, արտադրության նախարար, ներքին գործերի եւ այլ։ Բոլորին այդ փաթեթները ներկայացրել եմ, որոնք իմիջիալոց Եվրոխորհրդի սայթում կան, սրանցից որոշ աշխատանքներ, նրանք գնահատել են։ Եվ ինձ գրել են, որ ուսումնասիրվում է։ Ու ես հավատում եմ, որ մինչև հիմա ուսումնասիրվում է։ 2 տարի կարող է մի օր իրականացվի։ Հիմա Եվրոխորհրդի թիմի հետ ես եղել եմ Կոսովոյում։ Մենք այնտեղ անում ենք Կոսովոյի բանակի ազատագրման իբր թե վերափոխումը քաղաքացիական պաշտպանության եւ Պրիշտինայի համասանում մի քանի ամիս ես դասավանդել եմ այս ուղղությունը քաղաքացիական պաշտպանության եւ ինձ հետաքրքրել է Կոսովոյի պրոբլեմը, հիմնահարցը, ինչի սերբերը չկարողացան ստեղծել սերբական պետություն, ստեղծվեց Հարասլավիան եւ հետո սրա հետևանքները։ Եվ մի աշխատանք գրեցի Հարասլավիա, Կոսովո, Սերբիա եւ 20-րդ դարի հիմնակարերը, основные вехи 20-го столетия։ Ինչի այդ բոլորը եղավ։ Երկար պատմություն է, հիմա չեմ ուզում դրա մասին ասեմ, Կոսովոյի ղեկավարությունը Միլոշևիչ եւ այլ, իրանք պատմությունից դասեր չկաղեցին։ Դրա համար այսօր Սերբիան կործանվեց։ Դրա համար Սերբիան գնաց Սլովենիայի հետ կռվելու, որը իր խնդիրը չէր։ Հասկանում եք, ինչքան կարեւոր է ոչ միայն լավ իմանալ անցյալը, այլ անցյալից դասերը քաղել եւ ինչպես պարոն Հարիկյանը ասեց, այդ դասերի հիման վրա ստեղծել ապագան։ Մի քանի աշխատանքներ կա մշակած մեր կողմից, օրինակ ես տեսնում եմ այս գեղեցիկ էկրանը, մի աշխատանք է սլայդերով հսկայական, պաշտպանիր քո տարածքը։ Աշխատանքի անվանումն է, միայն անվանումը ասեմ, ամեն ինչ պարզ կլինի։ Երկրի յուրաքանչյուր տարածքի կամ տարածքների արտակարգ իրավիճակներից պաշտպանության միտված երիտասարդների տեղեկատվական եւ ինժեներական գիտելիքների եւ հմտությունների կառուցողական ներգրավումը ապահովող մարզային եւ հանրապետական համակարգի ստեղծում եւ կանոնավոր գործունեության ապահովում։ Լրիվ աշխատանքը կա մի քանի տասնյակ էջ, մենք կարող ենք ապագայում իրականացնենք եւ հաջորդը իմ ուղղությամբ արտակարգ իրավիճակների վերաբերյալ բնակչության իրազեկման, վարքի համապատասխան հմտությունների ձեռքբերման եւ ազդարարման ազգային եւ համայնքային կամպանիաների կազմակերպման եւ կանոնավոր միշտ որոշ ժամանակ առ ժամանակ անցկացման ապահովման համակարգի ստեղծում։ Մեր բնակավարում այս բոլորը պետք է արվի որպեսզի եւ այլ բնակավարներում կլինեն իրանց կարևորագույն խնդիրները, որ մենք այդ բոլորը կա մշակած եւ մենք կարող ենք մեր երկրի համար այդ բոլորը օգտագործել։ Հիմա ես ուզում եմ 2-3 հարցի վերադառնամ, ռուսերեն եմ գրել, բայց հայերեն կասեմ։ Ուրեմն ինչքան վտանգավոր է հրավիրել այլ երկրից մարդիկ լուծելու համար ներքին հակասությունները, для решения внутренних конфликтов, հատկապես որոնք իշխանության պահպանման հետ են կապված, որը բերում է աղետի պետության եւ ժողովրդի համար եւ վերջին հաշվով նսեմացման եւ վերացման հենց հրավիրող ուժի։ 3 հատ շատ հետաքրքիր օրինակ է։ 1711 թվին Իսպանիայում եղավ իշխանության
ճգնաժամ եւ հրավիրեցին արաբներին Հյուսիսային Աֆրիկայից, որպիսի կորցրած իշխանությունը վերադարձնեն։ Արդյունքում եղավ Իսպանիայի գրավումը բացի Բասկերի երկրից եւ հետո ապագա տեղաշարժը արաբների դեպի Եվրոպայի խորքերը, հարավային Ֆրանսիան եւ միայն ճակատագրական Պուատիեի 732 թվի ճակատամարտը եւ բերեց Եվրոպայի փրկմանը, եվրոպական կոալիցիա ստեղծվեց շատ դժվար Կարոլուս Մարտելի ղեկավարությամբ Եվրոպան մի կերպ փրկվեց։ Չնայած այսօր Եվրոպան նույն խնդիրը ունի, այլ նպատակներով հրավիրել են, հիմա կվերջացնեմ։ Երկրորդը բուզանդական իշխանության ուզուրպատորը Կոնստանտին Իոան Կանտակուզինը 1354 թվին օգնելու համար քաղաքացիական պատերազմում Օսմանական էմիր Օրխանին հրավիրեց Փոքր Ազիայից։ Օսմանները առաջի անգամ եվրոպական ափ անցան, եկան, հաղթեցին, բայց չգնացին։ Տեսնելով Բալկանների հարստությունները, Բուզանդիայի եւ Բալկանյան երկրների թուլությունները, նրանք մնացին եւ մեթոդապես սկսեցին գրավել Բալկանները եւ հետո Կոնստանտինոպոլը։ Բոլորս գիտենք Կոնստանտինոպոլը ինչպես են գրավել 1453 թվին, գիտենք Օրբանի պատմությունը թնդանոթների, բայց չգիտենք, որ 100 տարի պատրաստվել է այդ անցնելուց հետո Եվրոպա 1354 թվին 100 տարի պատրաստվել է, կամանց սկսել են ճնշել Կոնստանտինոպոլը, շրջապատել բոլոր կողմերից։ Երկու հատ բերդ կառուցեցին եվրոպական ածում, ափում Ռոմալիս խիսար, ազիականում Անադոլու խիսար եւ կամանց ոնց որ վիշապոցը ճագարին շրջապատվեց Կոնստանտինոպոլը եւ կործանվեց։ Անենց որ մենք պետք է հասկանանք, մենք երբ որ այսօր ինչ որ քայլ ենք անում, թվում է փոքր, ոչ այդքան վտանգավոր, այդ քայլերը կուտակվում, հետո բերում են խեղդման երկրի։ Պետք է մենք դաս քաղենք գոնե դրանից։ Կոսովոյի ճակատամար, բան չեմ ուզում ասեմ, այդ ժամանակ այդ հարցը բան Դուք մենք պետք է հասկանանք, որ ոչ թե պատմությունը պետք չի, բերեք այսօրվա մասին մտածենք, գնանք վաղը։ Իհարկե պետք է վաղվա խնդիրները դնենք առաջի հերթին նպատակային համակարգեր կա, մենք 81-85 թվին ԽՍՀՄ-ում ես Հայաստանում ղեկավարում էի նպատակային ծրագիրը երկրի կայունությունը միջուկային պատերազմի պայմանները, Մուրադյան իգերներին բաժնում աշխատում շատ տաղանդավոր տղեր, մենք ծանոթացանք նպատակային համալիր ծրագրերի հետ, ամերիկական մեթոդիկայով, ռուսական եւ այլ ինչ է նշանակում գլխավոր նպատակ, տարբեր մակարդակների նպատակներ, խնդիրներ, միջոցառումներ եւ այլ, մենք պետք է հանրապետությունը զարգացնենք այս հիմքերի վրա։ Պետք է իմանալ գիտական հիմքերի եւ պրակտիկ գործնական տարբեր երկրներից եւ չիմանալով անցյալը երբեք ապագա չես կառուցի։ Պարույրը ասեց, որ պարծենալով նաեւ հպարտանալով անցյալով հոգեկան հարցեր կա, բայց կա նաև գործնական, մենք պետք է իմանանք ինչ ա եղել երկրների ճակատագրերում Բուզանդիայի կամ բանի Իսպանիայի եւ մոռացա ասեմ եւ Ղարաբաղինը։ Մեր ընկերներից մեկը ասեց ինչպես Մելիք Շահնազարի, բայց մենք չենք հստակեցնում։ Մելիք Շահնազարը ուներ երկու տղա, ավագ որդին հայ կնոջից էր ծնված, կրտսեր որդին Նախճիվանի խանի աղջկա քուրդ կնոջից էր։ Կրտսեր որդին սպանեց ավագին եւ հրավիրեց Փանախ խանին, որպիսի իշխանությունը պահի։ Փանախ խանը եկավ, պահեց իշխանությունը, հետո իր հարցնել լուծեց, Ղարաբաղի բոլոր մելիքությունները ենթարկեց եւ այլ։ Ինչ է նշանակում հրավիրել արտաքին ուժերը ներքին հարցերը լուծելու համար։ Դուք հասկանում եք ինչ եմ ես ասում, չեմ ուզում մանանամ, շնորհակալություն։ Պարոն Բադալյանի գիտելիքները էնցիկլոպեդիկ հնարավորություններ ունեն, ես շատ եմ զրուցել, պատմական բազմաթիվ փորձեր, բազմաթիվ բան, բայց մեր պատմությունները ողբերգական էջերով հարուստ եւ Մաքիավելին էլ է իր գրքերում, իր աշխատանքներում ասում, որ այն ժողովուրդը, որը ապավինում է օտար պետությունների կամքին եւ պաշտպանությանը, միշտ կորցնում են իրենց ինքնիշխանությունը, որտեղ վարձկան բանակները չեն կռվում այդ երկրի շահերի համար։ Շատ լավ։ Իմ կարծիքով վերջին 100-ամյակում հայկական պետականությունը չի եղել այսպիսի երերուն վիճակում, ինչպես հիմա է։ Իմ կարծիքով մենք պաշտպանության ֆորումներ հրավիրելով ուշադրություն ենք դարձնում Հայաստանի պաշտպանունակության վրա,
հասարակության ինքնագիտակցության բարձրացմանը եւ աշխարհաքաղաքական այս զարգացումները ինչ կատարվում է աշխարհում մեր ժողովուրդը հիմա շատ ավելի քաղաքականացված է եւ տեղեկացված է Փառք Աստծո իմ կարծիքով այսօր այս պահին շատ կարեւոր է պաշտպանության եւ պաշտպանունակության անվտանգության խնդիրները լուծել որովհետեւ դա այսօր հայ ժողովրդի ինքնության բաղադրիչներից մեկն է եթե ոչ գլխավորը որովհետև մեր անվտանգությունը մեր պետականությունը վտանգված է եկեք հասկանանք որ դա իրողություն է իմ եզրակացությունը այսօրվա մեր հավաքույթից շատ կուզենայի որ այդ գաղափարը ստեղծել մի խորհուրդ համահայկական այս հարցերը արծարծելու համար պետք է ներգրաված լինեն ռազմավարագետներ, ու չգիտեմ այդ բառը ռազմավարներ որն է ճիշտը, այնուամենայնիվ հասկանում եք ինչ եմ ուզում ասել եւ զինվորական բարձր դասի ներկայացուցիչներ եւ անպայման ներգրաված լինեն դիվանագետներ այդ խմբում դա չլինի ձևական ինչ որ հանձնաժողով եւ այլն դա լինի գործող կենթանի կառույց որը իր մեջ ներառի պատասխանատու մարդկանց շահագրգիռ իրոք ազգի խնդիրներով մտահոգ մարդկանց որոնք չեն զլանա ներդնել իրենց ժամանակը իրենց թանկ ժամանակը եւ զբաղվեն լրջագույն հարցերով պաշտպանունակության լրջագույն հարցերով դա ուրեմն իմ կարծիքով պետք է լինի մտքի կենտրոն ռազմավարական մտքի կենտրոն որտեղ լինեն անպայման մասնագետներ շատ շնորհակալ եմ հավաքույթի կազմակերպիչներին հատկապես պարոն Սիմոնյանին եւ հաճելի էր լսել կառուցողական ելույթներ մտքերի փոխանակություն ինձ թվում է հաջողված է ուղղակի հիմա ես ուզում եմ իմանալ արդյունքը ինչ արդյունք մենք կունենանք այսօր կարևորը դա է շնորհակալություն խոսենք արդյունքներից եթե դեմ չեք ամսի փետրվարի 25-ը ֆիքսենք որպես հաջորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ֆորումի կազմակերպման օր, բայց միջ այդ իհարկե տետ-ա-տետ շփումներ, խմբով շփումներ մենք կունենանք կքննարկենք այն արժեքները, որոնք որ համատեղվում են, այն արժեքները, որոնք բոլորինն են, անկախ քաղաքական տարաձայնություններից կամ ճաշակից, այլ որպես հայ մարդ, դրանք կդառնան իմպերատիվ բոլորիս համար։ Եթե կողմ եք, եկեք ոնց անենք, բաց քվեարկությամբ հաստատենք փետրվարի 25-ին, իհարկե, խնդրեմ։ 1988 թվականին մենք շատերը չգիտեն, որ վկայակոչելով 21 թվականը փետրվարի 18-ին Հայաստանում զանգվածային շարժումների սկսման օրն է եղել։ Մինչև Արցախյան արցի բարձրացումը Հայաստանում 2 օր առաջ դրանից Աբովյանում այմականներ եւ տեղի բնապահպանները զանգվածային ցույց սկսեցին եւ քայլերթով եկան Երևան միաժամանակ Գառնեում տեղի ունեցավ անկախականների դա սովետական միության առաջին կազմակերպությունն էր ամբողջ սովետական միության Գառնեում տեղի ունեցավ հավաք եւ աստորեն եթե սկզբունքային բան չեք տեսնում կներեք անկեղծությանս համար ցանկացած հայ մարդ ով հայրենիքին նվիրել է իր կյանքի թեկուզ մի քանի օրը գնահատելի է բայց երբ հայրենիքի համար վտանգավոր օրերին մարդը կարողանում է հայրենիքը թողնել գնալ դուք որ կապեցիք Զորավար Օզանյանի հետ շատ եմ փորձել գտնել Զորավարի մեծագույն զորամարտը բայց չեմ գտել ինչևէ եթե հարմար կնկատեք մտածեք դրա մասին Երևանը ազատագրվել է
փետրվարի 18-ին, եթե հարմար կգտնեք փետրվարի 18-ը խորհրդանշական է։ Եվ եթե մենք հաջողություններ ունենանք, ընդլայնված կազմով վստահ եմ, այդ դեպքում կլինի իսկապես խորհրդանշական։ Ես խորհրդապաշտ եմ մի քիչ։ Սիրով, ես էլ եմ սիրում խորհրդանիշները, այո, ես էլ եմ սիրում։ Ես սկզբունքային չեմ օրվա հետ կապված, ամսի 25-ը զուտ Զորավար Անդրանիկի օրվա, մենք անպայման կնշենք այդ օրը, բայց եթե 18-ը ֆիքսենք, որևէ խնդիր չեմ տեսնում։ Կողմնակիցեք փետրվարի 18-ը մեր հաջորդ ֆորումի օր լինի։ Եկեք բաց քվեարկությամբ հաստատենք։ Շատ շնորհակալ եմ ընկալման համար։ Ընդունելով այն սկզբունքները, որ մեր շարքերը չեն կարող լինել օտարերկրյա պետություններին լրտեսական ծառայություն մատուցող, կոռուպցիոն գործընթացներում թաթախված, բոլոր ժամանակների իշխանությունների մաս եւ նրանց սպասարկող օժանդակ արբանյակ ուժերի մաս հանդիսացող ուժերը, դրանցից զատ, այլ ուժերին երաշխավորության սկզբունքով ներգրավելու հարցը ընդունելի է մեզ համար։ Եկեք քվեարկենք։ Շատ լավ, սա երկրորդ պրոդուկտն է, որ մարդիկ կարող են առաջ բերել նոր մասնակիցներ, այդ մասնակիցների անունները իհարկե նախապես կհնչեցվեն, որ մենք կարողանանք ավելի ընդարձակ սրահներ վերցնել եւ նախապատրաստվել այդ հանդիպումներին։ Եվ երրորդ պրոդուկտը, որ կուզենայի այստեղ միասին քննարկենք, ես խնդրում եմ իմ կողմից առաջ քաշված այդ իմ գնահատմամբ, գուցե եւ սուբյեկտիվ է, որտեղ մենք բոլորս սուբյեկտիվորեն ենք մոտենում հարցերին, մեզ ընդհանուր դարձնող այն կետերը իգիտություն կընդունենք, դրանց շուրջ աշխատենք, հետո եթե ավելացնելու բան ունենանք ինքներս այդ կետերին, ավելացնենք, համընդհանուր քննարկման ներկայացնենք հաջորդ հանդիպմանը միասնական փաստաթուղթ ստանանք, որը կլինի վեր քաղաքական, այլ ազգային հիմքի վրա։ Իգիտություն ընդունում ենք այդ կետերը, որը որ կավելացնենք արդեն ինքնուրույն։ Շնորհակալություն, որ այսօր ժամանակ գտաք, բոլորիդ ներկայությունը խիստ կարևորում եմ եւ արժեվորում ձեր անցած ուղիի, ձեր փորձառության կիսվելու եւ այս օրը միասին անցկացնելու ազգային արժեքների եւ գաղափարների շուրջ զրուցելու առումով մենք մեր այսպիսի նախաձեռնություններով ցույց ենք տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երեխան է, որը մեր հոգացության կարիքն ունի եւ մենք կպաշտպանենք Հայաստանի Հանրապետությունը ամեն գնով, որևէ մեկը չի կարող Հայաստանի Հանրապետությանը նկատմամբ կամայական վերաբերմունք դրսևորելով ոտնահարել հայ ժողովրդի իրավունքները։ Շնորհակալություն ներկայության համար, առաջ դեպի հերթական մոտեցումներ եւ մեր պայքարի հերթական դրսևորումներ։ Շնորհակալություն։